Լուր առանձնատանը մի ծեր կին ապրում է իր որդու հետ նույն տանիքի տակ, սակայն հարսի, դաժան Մարիամի կողմից անպետք է համարվում։ Կեղծ ժպիտների բեմադրված ժեստերի հետում նա ամենօրյա նվաստացումների է բախվում, փորձելով պաշտպանել իր շանը, իր արժանապատվությունը։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ որդին, Լոնը, ներքին զգացողությամբ մղված, անսպասելիորեն վերադառնում է ականատես լինում սեփական տան ստվերներում թաքնված ճշմարտությանը։ Եթե այս պատմությունը հետաքրքրեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Երկաթյա դարպասն ինքնաբերաբար բացվեց, բացահայտելով քարե արահետը, որը տանում էր դեպի գլխավոր մուտքը։ Առանձնատունը վեր էր խոյանում Երանի արաբկիր թաղամասի ազնվական թաղամասում, իր բաց գույնի պատերով, լայն պատուհաններով, որոնք արտացոլում էին կեսօրվա առը։ Ցանկացած այցելուի աչքերում այդ բնակարանը ներկայացնում էր հաջողության գագաթնակետը, կյանքում հաղթած ընտանիքի երազանքների նյութականացումը։ Սակայն տիկին Սելինեի համար այդ հաստ պատերը գաղտնիքներ էին պահում, որոնք ոչ ոք չէր պատկերացնում։ Նա նստած էր հետնամասի պատշգամբում, շոյելով ընկույզի, իր փոքրիկ կարամելագույն անտուն շան ականջները, որն իր հետ էր 7 տարի շարունակ։ Շունը նրա հին կյանքից, նոր-նորքի պարզ տնից մնացած միակ բանն էր, որտեղ նա մեծացրել էր իր որդուն, Լոնին, այդքան սիրով զոհաբերությամբ։ 40 տարեկանում այրացած Սելինեն տասնամյակներ շարունակ աշխատել էր որպես դերձակուհի, հարաներից թաղամասի խանութներից պատվերներ վերցնելով, յուրաքանչյուր կոպեկ խնայելով ապահովելու համար, որ Լոնը սովորի լավ դպրոցներում, ունենա պատշաճ հագուստ, կարողանա երազել ավելի լավ ապագայի մասին, քան իրենը։ Եվ Լոնը երազել էր։ Խելացի ու նվիրված տղան ավարտել էր կառավարման ֆակուլտետը, անցել ասպիրանտուրա, կառուցել փայլուն կարիերա տեխնոլոգիական ոլորտում։ 38 տարեկանում նա թվային լուծումների ընկերության համահիմնադիր էր, որը սպասարկում էր խոշոր կորպորացիաներին։ Հաջողությունը արագ եկավ, դերձակուհու որդուն վերածելով հարգված գործարարի։ Սելինեն միշտ եղել էր նրա ամենամեծ երկրպագուն, յուրաքանչյուր ձեռքբերումով հուզվելով, կարծես դա իր սեփական հաղթանակը լիներ։ Երբ Լոնը 3 տարի առաջ գնեց այդ առանձնատունը, Սելինեն զգաց, որ իր սիրտը լցվում է հպարտությամբ։ Իր որդին, ով ոտաբոբիկ խաղում էր հողոտ փողոցներում, այժմ ուներ ամսագրի արժանի սեփականություն։ Սակայն նրան էլ ավելի հուզեց այն հրավերը, որը նա արեց, աչքերը անկեղծորեն փայլելով։ Մայրիկ, այս տունը չափազանց մեծ է ինձ համար մենակ։ Ուզում եմ, որ դուք գաք ինձ հետ ապրելու։ Դուք ինձ ամեն ինչ տվեցիք կյանքում, հիմա իմ հերթն է հոգ տանելու ձեր մասին։ Սելինեն երախտագիտությամբ ընդունեց, վաճառելով նոր-նորքի փոքրիկ տունը, տեղափոխվելով ընկույզի իր քիչ ունեցվածքի հետ։ Առաջին ամիսները հրաշալի էին։ Լոնը շատ էր աշխատում, անընդհատ ճանապարհորդում էր, բայց միշտ ժամանակ էր գտնում կիրակի օրերին մոր հետ ճաշելու, երեկոյան նրա հետ հեռուստասերիալներ դիտելու, ամեն ինչի մասին խոսելու։ Տունը լայն էր, հարմարավետ, Սելինեն երջանիկ էր, հոգ տանելով մանրամասների մասին, դրաստելով որդու սիրելի ուտեստները, ամեն ինչ կարգուկանոն պահելով։ Այնուհետ, 1 տարի առաջ, Լոնը հանդիպեց Մարիամին։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ կորպորատիվ միջոցառման ժամանակ։ Մարիամ Թավրոսյանը մարքեթինգային գործակալության հանրային կապերի մասնագետ էր, գեղեցիկ, ինչպես պոդիումի մոդել, իր ուղիղ, մուգ մազերը կատարելապես ընկած ուսերին, անթերի մուգ մաշկ, ժպիտ, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ Նա Գյումրիի ավանդական ընտանիքից էր, սովորել էր թանկարժեք մասնավոր դպրոցներում, խոսում էր 3 լեզվով։ Երբ Լոնը նրան առաջին անգամ բերեց ճաշի, Սելինեն տպավորվեց աղջկա էլեգանտությամբ, նրա նրբագեղ պահվածքով գրավիչ խոսակցությամբ։ Մարիամն ուշադիր էր այդ առաջին հանդիպման ժամանակ, գովաբանելով Սելինեի ուտեստները, հարցեր տալով նրա կյանքի մասին, ցուցաբերելով անկեղծ հետաքրքրություն։ Հաջորդ ամիսներին նա շարունակեց հմայիչ մնալ։ Ծաղիկներ էր բերում զոքանչին, հարցնում նրա առողջության մասին, նստում խոհանոցում, զրուցելու, մինչ Սելինեն ընթրիք էր պատրաստում։ Լոնը սիրահարված էր, Սելինեն, տեսնելով որդու երջանկությունը, բաց սրտով օրհնեց այդ հարաբերությունները։ Ամուսնությունը տեղի ունեցավ 8 ամիս անց, զուսպ, բայց էլեգանտ արարողություն Երանի հարավային շրջանի շքեղ ռեստորաններից մեկում։ Սելինեն հուզմունքից լաց էր լինում, տեսնելով որդուն զոհասեղանի մոտ, այդքան գեղեցիկ իր մուգ կապույտ կոստյումով, աչքերը հառած Մարիամին, ով միջանցքով իջնում էր, կարծես երազային տեսիլք լիներ իր սպիտակ, ջրահարսի պոչով զգեստով։
Խնջույքը կատարյալ էր, հյուրերը գովաբանեցին ամեն ինչ, երբ Լոնը պարահրապարակում գրկեց Սելինեին շշնջալով, որ նա միշտ կլինի իր կյանքի ամենակարևոր կինը, մայրը զգաց, որ ոչինչ չի կարող ավելի ամբողջական լինել։ Մարիամը տեղափոխվեց առանձնատուն սանում մեղրամիսից մեկ շաբաթ անց։ Սկզբում նա պահպանում էր նույն բարյացակամությունը, Սելինեի հետ կիսելով գործերը, դեկորացիայի փոփոխություններ առաջարկելով միշտ նրբանկատորեն, զոքանչին ներառելով որոշումների կայացման մեջ։ Սակայն Սելինեն սկսեց նկատել փոքր փոփոխություններ։ Մի այլ հայացք, երբ Լոնը մոտակայքում չէր։ Մի փոքր ավելի չոր ձայնի տոն, ինչ-որ բան խնդրելիս։ Նու… Մեկնաբանություններ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե տունն ավելի շատ գաղտնիություն ունենար։ Փոփոխություններն ավելի սրվեցին, երբ Մարիամը պաշտոնապես ստանձնեց տան տիրուհու դերը։ Սկսեց վերադեկորացնել հյուրասենյակը, ապա գլխավոր ննջասենյակը, այնուհետ նոր մաքրման ընկերություն վարձեց։ Յուրաքանչյուր փոփոխություն Լոնին ներկայացվում էր որպես անհրաժեշտ բարելավում, անխուսափելի արդիականացում։ Եվ նա, վստահելով կնոջը միշտ բացակայելով գործուղումների պատճառով, համաձայնում էր ամեն ինչի հետ։ Սելինեն աստիճանաբար մղվեց անկյուններ։ Նրա սենյակը, որը գտնվում էր վերին հարկում, այգու տեսարանով, առաջարկվեց ավելի լավ օգտագործել, այն վերածելով աշխատասենյակի։ Մարիամը պնդում էր, որ Սելինեն ավելի հարմարավետ կլինի ներքին հարկի փոքր սենյակում, խոհանոցի մոտ, ինչն ավելի գործնական էր իր տարիքի տիկնոջ համար։ Լոնը, չհասկանալով հետանքները, դա ողջամիտ համարեց։ Սելինեն տեղափոխվեց առանց բողոքելու, չցանկանալով խնդիրներ ստեղծել։ Բայց հենց այդ փոփոխությունից հետո ամեն ինչ վատթարացավ։ Մի կեսօր, ամուսնությունից 3 ամ անց Սելինեն խոհանոցում էր, եգիպտացորենի ալյուրից տորտ պատրաստելով, մի բաղադրատոմս, որը Լոնը մանկուց շատ էր սիրում։ Մարիամը մտավ, հագած թանկարժեք յոգայի կոստյում, մազերը կատարելապես հավաքած։ Նա մի պահ դիտեց Սելինեին, նախքան խոսելը, նրա ձայնի տոնը չափազանց պատահական էր, բնական լինելու համար։ Սելինե, մենք պետք է խոսենք որոշ բաների մասին։ Զոքանչը շրջվեց, ձեռքերը մաքրելով գոգնոցով։ Իհարկե, սիրելիս։ Ինչ եղավ։ Մարիամը մոտեցավ, հենվելով մարմարե սեղանին։ Տեսեք, ես հասկանում եմ, որ դուք սովոր եք հոգ տանել այս տան մասին, բայց հիմա ես եմ պատասխանատու ամեն ինչի համար։ Լոնը չափազանց շատ է աշխատում, կենցաղային մանրամասների մասին անհանգստանալու համար, ես նախընտրում եմ վերահսկել, թե ինչպես են այստեղ գործում բաները։ Սելինեն թարթեց աչքերը, շփոթված։ Բայց ես պարզապես տորթ էի պատրաստում Լոնի համար։ Այո, դա քո կողմից բարի է, պատասխանեց Մարիամը, ժպիտը չհասնելով աչքերին։ Բայց ավելի լավ կլիներ, եթե դուք կենտրոնանայիք հանգստի վրա, վայելեիք ձեր տարիքը։ Պետք չէ անհանգստանալ այդ բաների մասին։ Բայց ես սիրում եմ եփել, միշտ դա արել եմ։ Մարիամը հառաչեց, կարծես բացատրելով ակնհայտ բան համար երեխային։ Սելինե, դու արդեն շատ բան ես արել Լոնի համար։ Մեծացրել ես նրան, կրթություն տվել, կատարել ես մորթ դերը։ Հիմա նա կին ունի, որը կհոգա իր մասին։ Բնական է, որ բաները կփոխվեն։ Սելինեն կրծքավանդակում սեղմում զգաց, բայց կուլ տվեց այն բառերը, որոնք սպառնում էին դուրս գալ։ Նա չէր ուզում կոնֆլիկտ ստեղծել, չէր ուզում լինել այն տեսակի զոքանչը, որը խնդիրներ էր առաջացնում որդու ամուսնության մեջ։ Նա պարզապես գլխով արեց, լուր ավարտելով տորթը, մինչ Մարիամը թեթ քայլերով դուրս էր գալիս խոհանոցից, գող։ Հաջորդ օրերին Սելինեն նկատեց, որ իր ներկայությունը սկսում է անհանգստացնել։ Երբ նա հյուրասենյակում հեռուստացույց էր դիտում, Մարիամը հայտնվում էր ընկերուհիների հետ թեյելու, Սելինեն իրեն ստիպված էր զգում հեռանալ։ Երբ նա առավոտյան նստում էր այգում, Մարիամը այնտեղ յոգայի պարապմունքներ էր կազմակերպում, ստիպելով զոքանչին այլ տեղ փնտրել։ Աստիճանաբար Սելինեն մեկուսացավ ներքին հարկի փոքրիկ սենյակ, ում դուրս գալով միայն արագ ճաշելու կամ ընկույզի հետ կարճ զբոսանքների համար։ Լոնը նկատեց մոր պահվածքի փոփոխությունը ճաշի ժամանակ։ Մայրիկ, լավ ես։ Վերջերս ավելի լուր ես թվում։ Սելինեն ստիպողաբար ժպտաց։ Հրաշալի եմ, որդիս։ Պարզապես մի փոքր հոգնած։ Մարիամը արագ միջամտեց, դիպչելով ամուսնու թին։ Ձեր մայրը պարզապես հանգստանում է, սեր։ Վերջապես վայելում է հանգիստը այդքան աշխատանքից հետո։ Այդպես չէ, Սելինե։
Մարիամի աչքերը հանդիպեցին զոքանչի աչքերին, այնտեղ ինչ-որ բան կար, որը ստիպեց Սելինեին ինքնաբերաբար գլխով անել։ Այո, հենց այդպես է։ Լոնը թեթացած թվաց։ Ինչ լավ է, մայրիկ։ Դուք արժանի եք դրան։ Բայց ներսից Սելինեն զգում էր, որ ինչ-որ բան խորապես սխալ էր։ Տունը, որը պետք է լիներ տուն, վերածվում էր այլ բանի, մի բանի, որը նա դեռ չէր կարողանում ամբողջությամբ անվանել, բայց որը սկսում էր խանգարել նրա քունը, ստիպում էր սրտին սեղմվել ամեն անգամ, երբ լսում էր Մարիամի մոտեցող քայլերը։ Ընկույզը, որը նրա ոտքերի մոտ էր պառկած պատշգամբում, գլուխը բարձրացրեց մռնչաց, աչքերը հառացը։ Հյուրասենյակի պատուհանին, որտեղ Մարիամը խոսում էր հեռախոսով։ Շունը միշտ հեզ էր եղել, բայց վերջերս անհանգիստ էր, կարծես զգում էր սպառնալից ներկայություն, որը մարդիկ դեռ ամբողջությամբ չէին հայտնաբերել։ Սելինեն շոյեց կենդանու գլուխը։ Հանգիստ, իմ ընկեր։ Ամեն ինչ լավ է։ Բայց նա գիտեր, որ ստում էր։ Ամեն ինչ լավ չէր։ Եվ ամենավատն այն աճող զգացումն էր, որ դա միայն սկիզբն էր ինչ-որ շատ ավելի մեծ, շատ ավելի ցավոտ բանի, քան նա կարող էր պատկերացնել։ Երանյան ձմեռը եկավ, բերելով ցուրտ առավոտներ անպամած երկինք։ Սելինեն ավելի ու ավելի շուտ էր արթնանում, նույնիսկ մինչ արի ծագելը, օգտվելով տան լռությունից, նվազագույնս ազատ զգալու համար։ Նա նստում էր իր սենյակի փոքրիկ փայտե աթոռին, ընկույզը ոտքերի մոտ փաթաթված, պատուհանից դիտում դեռ մութ այգին։ Դրանք միակ պահերն էին, երբ նա չէր զգում Մարիամի հսկող հայացքի ծանրությունը։ Տան առօրյան ամբողջությամբ փոխվել էր։ Մարիամը նոր տնային օգնական էր վարձել Ռոզային, Գյումրիից մի երիտասարդ կին, ով հուսահատորեն կարիք ուներ աշխատանքի, իր փոքրիկ դստերը պահելու համար։ Ռոզան գալիս էր առավոտյան ժամը 7-ին աշխատում մինչ երեկոյան 5-ը, հոգ տանելով մաքրության ճաշերի ընդհանուր կազմակերպվածության մասին։ Նա արդյունավետ էր լուռ, բայց Սելինեն նրա աչքերում կարեկցանքի վախի խառնուրդ էր նկատում ամեն անգամ, երբ նրանց հայացքները հանդիպում էին։ Ամենանշանակալի փոփոխությունը տեղի ունեցավ հունիսյան անձրոտ առավոտներից մեկին։ Սելինեն խոհանոցում սուրճ էր պատրաստում, երբ Մարիամը հայտնվեց արդեն հագած էլեգանտ գործնական կոստյում, անթերի դիմահարդարում նույնիսկ այդ ժամին։ Սելինե, պետք է խոսեմ քեզ հետ, սկսեց Մարիամը, իր ձայնը հաստատուն։ Այսօրվանից Ռոզան կհոգա տան բոլոր գործերի մասին։ Ես չեմ ուզում, որ դուք այլս որևէ բանով անհանգստանաք։ Բայց ես կարող եմ օգնել, ամաչկոտորեն բողոքեց Սելինեն։ Ինձ չի խանգարում։ Խանգարելու խնդիր չէ, ընդհատեց Մարիամը։ Կազմակերպվածության խնդիր է։ Տունը կարիք ունի կարգուկանոնի, կարգուկանոնը պահանջում է, որ յուրաքանչյուր մարդ իմանա իր տեղը։ Բառերի իմաստը կախված էր օդում, ինչպես թունավոր ծուխը։ Սելինեն լիովին հասկացավ։ Ուղերձը։ Նրա տեղը այդ տանը այլս ընտանիքի ակտիվ մաս չէր, այլ հանդուրժվող, գրեթե անտեսանելի ներկայություն։ Հասկանում եմ, մրմնջաց, զգալով, որ արցունքներն սպառնում են դուրս գալ։ Հրաշալի է, ժպտաց Մարիամը, ժպիտ, որը ջերմություն չէր պարունակում։ Գիտեի, որ դուք կհասկանաք։ Հաջորդ օրերին Սելինեն փորձեց հարմարվել նոր իրականությանը։ Նա իր սենյակում էր մնում ժամանակի մեծ մասը, կարդալով հին գրքերը, որոնք բերել էր նոր Նորքի տնից, կամ դիտելով փոքրիկ հեռուստացույցը, որը Լոնը տեղադրել էր այնտեղ։ Դուրս էր գալիս միայն ընկույզի հետ կարճ զբոսանքների համար, միշտ այն ժամերին, երբ գիտեր, որ Մարիամը մոտակայքում չի լինի։ Լոնը 2 շաբաթով մեկնել էր Ստեփանակերտ, կարոր պայմանագիր կնքելու համար։ Մեկնելուց առաջ համբուրել էր մոր ճակատը, խոստանալով, որ վերադառնալուն պես մի օր միասին կճաշեն դրսում, միայն իրենք երկուսը, ինչպես նախկինում։ Սելինեն կառչել էր այդ խոստումից, ինչպես խեղդվողը փայտի կտորից, հաշվելով օրերը մինչ որդու վերադարձը։ Բայց հենց Լոնի բացակայության ժամանակ Մարիամը ցույց տվեց իր իրակ դեմքը։ Անպամած կեսօր էր, երբ Ռոզան թակեց Սելինեի սենյակի դուռը։ Տնային օգնականը նյարդային էր թվում, ձեռքերը թեթակի դողում էին։ Տիկին Սելինե, կարող եք ինձ հետ գալ, խնդրում եմ։ Սելինեն վեր կացավ, անհանգստացած աղջկա ձայնի տոնից։ Ինչ եղավ, Ռոզա։ Տիրուհին ուզում է խոսել ձեզ հետ։ Լվացքատանը։ Լվացքատունը գտնվում էր տան հետնամասում, լայն սենյակ, վերջին սերնդի լվացքի չորացման մեքենայով, մարմարե լվացարանով, թանկարժեք մաքրող միջոցներով կազմակերպված դարակներով։ Երբ Սելինեն մտավ, Մարիամին գտավ կանգնած լվացքով լի մեծ պլաստիկ ավազանի կողքին, ձեռքերը կոնքերին դրած։
Նստեք, հրամայեց Մարիամը, մատնացույց անելով ցածր նստարանը։ Սելինեն հնազանդվեց, շփոթված։ Մարիամ, ի՞նչ է կատարվում։ Հարսը մոտեցավ նրան, իր բարձրակրունկները արձագանքում էին սառը հատակին։ Սելինե, ես շատ եմ մտածել ձեր այստեղի իրավիճակի մասին։ Դուք ոչինչ չեք անում ամբողջ օրը, պարզապես ուտում եք մեր ուտելիքը, օգտագործում մեր ջուրը, մեր էներգիան։ Դա ինձ արդար չի թվում։ Սելինեն զգաց, որ իր դեմքը կարմրում է ամոթից։ Ես կարող եմ օգնել, արդեն ասել եմ, որ կարող եմ։ Ինչ լավ է, որ այդպես եք մտածում, ժպտաց Մարիամը, բայց դա դաժան ժպիտ էր։ Որովհետև ես ձեզ համար գործ ունեմ։ Այս հագուստները, մատնացույց արեց ավազանը, պետք է լվացվեն։ Ձեռքով։ Սելինեն նայեց ավազանին, ապա կողքի նոր լվացքի մեքենային։ Բայց մեքենան չի աշխատում։ Հրաշալի է աշխատում։ Բայց ես ուզում եմ, որ դուք լվանաք ձեռքով։ Համարեք դա տանը նպաստելու միջոց։ Մարիամ, ես արթրիտ ունեմ ձեռքերիս մեջ, սառը ջուրը ցավ է պատճառում ինձ։ Այդ դեպքում օգտագործեք տաք ջուր, անտարբերությամբ պատասխանեց Մարիամը։ Եվ արագ եղեք։ Ուզում եմ, որ ամեն ինչ լվացված փռված լինի մինչ կեսօրվա վերջը։ Սելինեն նայեց Ռոզային, ով կանգնած էր դռան մոտ, աչքերը ցածր, ակնհայտորեն անհարմար, բայց անկարող միջամտելու։ Այդ պահին նա հասկացավ, որ ամբողջովին մենակ է։ Դողացող ձեռքերով նա սկսեց լվանալ հագուստները։ Ջուրը սառն էր, յուրաքանչյուր շարժում ցավի ալիքներ էր ուղարկում նրա այտուցված հոդերի միջով։ Մարիամը մի քանի րոպե մնաց այնտեղ, գոհունակությամբ դիտելով, նախքան հեռանա։ Դա ընդամենը առաջին օրն էր։ Հաջորդ շաբաթներին, մինչ Լոնը շարունակում էր ճանապարհորդել կամ ընկղմված էր անվերջանալի հանդիպումների մեջ, Մարիամը սահմանեց խնամքով հաշվարկված նվաստացումների առօրյա։ Միշտ, երբ ուրիշ ոչ ոք մոտակայքում չէր, միշտ բառերով, որոնք անտեսանելի, բայց խորը հետքեր էին թողնում։ Սելինեին արթնացնում էին կեսգիշերին, լվանալու ամաններ, որոնք հեշտությամբ կարող էին լվացքի մեքենա գնալ։ Նրան ստիպում էին բազմիցս մաքրել նույն սենյակները, նույնիսկ երբ դրանք անթերի էին։ Երբ նա բողոքում էր ձեռքերի ցավից, Մարիամը ժպտում էր առաջարկում, որ ավելի երիտասարդ մարդիկ այդ խնդիրը չէին ունենա, ակնարկելով, որ Սելինեն բեռ էր, հնացած ներկայություն այդ ժամանակակից տանը։ Ամենավատը քողարկված սպառնալիքներն էին։ Մի օր, երբ Սելինեն լվացքատանը ծալում էր հագուստները, ձեռքերը արյունակամ եղած այդքան ջանքից, ընկույզը նրա ոտքերի մոտ էր, Մարիամը հայտնվեց, բռնած մի բաժակ սուրճ։ Գիտես, Սելինե, սկսեց պատահական ձայնով, Լոնը շատ է վստահում ինձ։ Հավատում է ամեն ինչին, ինչ ասում եմ։ Եթե ես նրան պատմեի, Դուք շատ շփոթված եք, բաներ եք մոռանում, տարօրինակ եք պահում, նա կանհանգստանար։ Միգուցե կմտածեր, որ դուք հատուկ խնամքի կարիք ունեք։ Տարեցների համար հարմար տեղ, հասկանում եք։ Սելինեն սառեց, ձեռքերը անշարժ հագուստի վրա։ Դուք ինձ սպառնում եք։ Մի դրամատիկացիր, ծիծաղեց Մարիամը։ Պարզապես գործնական եմ լինում։ Դուք ապրելու տեղ ունեք, ուտելու ուտելիք, հարմարավետություն։ Ձեր տարիքի շատ մարդիկ այդ հաջողությունը չունեն։ Ամոթ կլիներ կորցնել այս ամենը հպարտության պատճառով, այդպես չէ։ Եվ ընկույզը, խեղճը, ո՞ր կգնար։ Շունը, կարծես հասկանալով, որ իր մասին են խոսում, մռնչաց։ Մարիամն արհամարհանքով նայեց կենդանուն։ Այդ կենդանին նույնպես խնդիր է։ Տունը կեղտոտում է, շատ է հաչում։ Բայց առայժմ կհանդուրժեմ։ Առայժմ։ Ուղերձը պարզ էր։ Եթե Սելինեն համարձակվեր բողոքել Լոնին, ոչ միայն ինքը, այլ ընկույզը կտուժեին հետանքներից։ Եվ Մարիամը մի բանում ճիշտ էր։ Լոնը գույրորեն վստահում էր կնոջը։ Նա նրանում տեսնում էր կատարյալ կնոջ, խելացի, քնքուշ, ժամանակակից։ Եթե Մարիամը կասկածներ սերմաներ Սելինեի մտավոր առողջության վերաբերյալ, որդին հավանաբար կհավատար։ Ռոզան ականատես էր եղել այդ տեսարաններից մի քանիսին։ Մի կեսօր, երբ Մարիամը դուրս էր եկել գործի, տնային օգնականը մոտեցավ Սելինեին, մի բաժակ ջուր թաթ շոր իր վնասված ձեռքերի համար։ Տիկին Սելինե, սա ճիշտ չէ։ Դուք պետք է պատմեք դոկտոր Լոնին։ Սելինեն գլխով արեց, արցունքները վերջապես թափվեցին։ Չեմ կարող, Ռոզա։ Նա չի հավատա։ Եվ եթե փորձեմ, Մարիամն ավելի վատ բան կանի։
Բայց դուք չեք կարող այսպես շարունակել։ Կարող եմ կանեմ, պատասխանեց Սելինեն տխուր հրաժարականով։ Առնվազն տանիք ունեմ։ Եվ քանի դեռ այստեղ եմ, իմ ընկույզը ապահով է։ Ռոզան ուզում էր ավելին վիճել, բայց այդ պահին լսեցին բարձրակրունկների ձայնը միջանցքում։ Մարիամը վերադառնում էր։ Տնային օգնականը արագ հեռացավ, ծածնելով, թե դարակներն է կարգավորում։ Մարիամը մտավ լվացքատուն սուր աչքերով դիտեց տեսարանը։ Ռոզա, դու ինձ պետք ես հյուրասենյակում։ Հիմա։ Տնային օգնականը շտապ դուրս եկավ։ Մարիամը մոտեցավ Սելինեին, խոնարհվելով մինչ նրա աչքերի մակարդակը։ Եթե ես իմանամ, որ այս տնային օգնականը խառնվում է այնտեղ, որտեղ իր գործը չէ, նա կհայտնվի փողոցում։ Եվ դա քո մեղքով կլինի, Սելինե։ Եվս մեկ մարդ, ով կտուժի քո պատճառով։ Կարող եք ապրել դրա հետ ձեր խղճի վրա։ Սելինեն չպատասխանեց։ Պարզապես շարունակեց լվանալ հագուստները, արցունքները խառնվելով լվացարանի սառը ջրի հետ։ Այդ գիշեր, մենակ իր փոքրիկ սենյակում, Սելինեն գրկեց ընկույզին լացեց, մինչ արցունքներ չմնացին։ Նայեց Լոնի տված պարզ հեռախոսին, մտածելով զանգահարել նրան, ամեն ինչ պատմել։ Բայց Մարիամի բառերը արձագանքում էին նրա մտքում։ Որդին այդքան երջանիկ էր, այդքան հպարտ իր կատարյալ կնոջով։ Կարող էր հավատալ մորը։ Թե կմտածեր, որ նա չափազանցնում է, ծերանում է, բաներ է հորինում։ Եվ եթե պատմեր, Լոնը չհավատար, ինչ կաներ Մարիամը դրանից հետո։ Որքանով ավելի վատ կարող էր լինել վրեժը։ Սելինեն քնեց առանց պատասխանների, միայն այն աճող համոզմունքով, որ նա հայտնվել էր անելան։ Ելի իրավիճակում։ Տունը, որը պետք է լիներ նրա ապաստանը, վերածվել էր նրա անձնական բանտի, ջաղերը անտեսանելի էին, բայց բացարձակապես իրական։ Լոնը վերջապես վերադարձավ իր ճանապարհորդություններից օգոստոսի սկզբին։ Նա ժամանեց ուրբաթ երեկոյան, հյուծված, բայց ժպտացող նվերներ բերելով կնոջ մոր համար։ Մարիամի համար մարգարտյա վզնոց, որը գնել էր Ստեփանակերտի ոսկերչական խանութներից մեկում։ Սելինեի համար փափուկ բրդյա շալ, կապույտ երանգներով։ Մայրիկ, սա բերեցի, մտածելով այստեղից սրտի մասին, ասաց նա, գործվածքով փաթաթելով նրա ուսերը։ Դուք ավելի նիհարել եք։ Ճիշտ չեք սնվում։ Սելինեն ստիպողաբար ժպտաց, գիտակցելով Մարիամի ուշադիր հայացքը սենյակի մյուս կողմից։ Այո, որդիս։ Պարզապես տարիքն է։ Մարիամը մոտեցավ, Լոնի թին անցկացնելով։ Ձեր մայրը շատ քիչ է ուտում, սեր։ Ես արդեն փորձել եմ խրախուսել նրան, բայց գիտեք, չէ՞։ Տարեցները երբեմն կորցնում են ախորժակը։ Լոնը հոնքերը կնճռեց, անհանգստացած։ Մայրիկ, խոստացեք, որ ավելի լավ կհոգաք ձեր մասին։ Խոստանում եմ, մրմնջաց Սելինեն, զգալով, որ կոկորդի հանգույցը սեղմվում է։ Այդ գիշեր Լոնը պնդեց ընտրել ընտանիքով պաշտոնական ճաշասենյակում մի բան, որը ամիսներով տեղի չէր ունեցել։ Ռոզան խնջույք էր պատրաստել, խորոված միս, փլավ, սալատներ, թարմ բանջարեղեն։ Սելինեն նստած էր սեղանի մոտ, փորձելով բնական թվալ, բայց նրա ձեռքերն այնքան էին ցավում, որ դժվարությամբ էր կարողանում պատառաքաղը ճիշտ բռնել։ Լոնը նկատեց. Մայրիկ, ձեր ձեռքերը լավ են։ Այտուցված են թվում։ Նախքան Սելինեն կպատասխաներ, Մարիամը միջամտեց անհանստացած ձայնով. Դա արթրիտն է, սեր։ Ես պնդել եմ, որ նա բժշկի գնա, բայց դուք համառ եք, այդպես չէ, Սելինե։ Սելինեն կուլ տվեց. Ճիշտ է։ Ես իսկապես համառ եմ։ Երկուշաբթի օրը ես ձեզ համար հանդիպում կնշանակեմ, որոշեց Լոնը։ Մերժում չեմ ընդունում։ Ինչ լավ է, համաձայնեց Մարիամը, ժպտալով։ Ես իսկապես անհանգստացած էի ձեր մոր համար։ Նա վերջերս այնքան մեկուսացած է, ամբողջ ժամանակ սենյակում է մնում։ Ես փորձում եմ կանչել նրան դուրս գալու, խոսելու, բայց նա նախընտրում է մենակ մնալ։ Լոնը նայեց մորը այն հայացքով, որը Սելինեն այդ անլավ գիտեր, սիրո անհանգստության խառնուրդ։ Մայրիկ, եթե տխուր կամ մենակ եք զգում, կարող եք ինձ պատմել։ Լավ եմ, որդիս։ Մարիամը ճիշտ է, երբեմն նախընտրում եմ մնալ իմ անկյունում։ Ծերության բան է։ Մի խոսեք այդպես, խնդրեց Լոնը, քնքշորեն սեղմելով մոր ձեռքը։ Դուք ձեր չեք։ Եվ սա միշտ կլինի ձեր տունը։
Մարիամը քաղցր ժպտաց, բայց Սելինեն նրա աչքերում սառը փայլ նկատեց։ Ակնարկված ուղերձը պարզ էր, տես թե ինչ լավ դերասանուհի եմ, տես թե ինչպես է քո որդին հավատում իմ յուրաքանչյուր բառին։ Հաջորդ օրերին Լոնը տանից աշխատեց, օգտվելով առիթից կարգի բերելու փաստաթղթերը հանգստանալու ճանապարհորդությունների մարաթոնից հետո։ Նրա ներկայությունն ամբողջովին փոխեց դինամիկան։ Մարիամը վերածվեց կատարյալ կնոջ, քնքուշ, ուշադիր, պատրաստակամ զոքանչի հետ։ Սելինեին թեյ էր բերում, հարցնում, թե արդյոք ինչ-որ բանի կարիք ունի, միասին այգում զբոսանքներ էր առաջարկում։ Սելինե, եկեք տեսեք իմ տնկած վարդերը, կանչում էր Մարիամը, երբ Լոնը մոտակայքում էր։ Շատ գեղեցիկ են, կարծում եմ ձեզ դուր կգան։ Եվ Սելինեն գն։ Ում էր, խաղալով իր դերը այդ թատերական ներկայացման մեջ, ծածնելով, թե ամեն ինչ ներդաշնակություն ընտանեկան սեր է։ Լոնը դիտում էր նրանց, ծաղիկների մասին զրուցելիս գոհունակությամբ ժպտում, ուրախ լինելով տեսնել կնոջը մորը այդքան լավ համերաշխ։ Բայց բավական էր Լոնին դուրս գալ ժողովի կամ գրասենյակում զանգին պատասխանելու համար, որ Մարիամի դիմակը ընկներ։ Մի կեսօր, երբ Լոնը դուրս էր եկել բանկում գործեր կարգավորելու, Մարիամը Սելինեին գտավ այգում, ընկույզը թիթեռի հետից վազելիս։ Հարսը մոտեցավ դանդաղ, հաշվարկված քայլերով։ Հանգիստը դուր է գալիս, Սելինե։ Վայելեք, քանի դեռ տում է։ Երբ Լոնը նորից ճանապարհորդի, մենք կվերադառնանք մեր սովորական առօրյային։ Սելինեն չպատասխանեց, պարզապես շարունակեց դիտել խաղացող շանը։ Գիտեք, թե ինչն է ինձ ամենաշատը տպավորում, շարունակեց Մարիամը, նստելով զոքանչի կողքի նստարանին։ Դա այն է, թե ինչ թույլ եք դուք։ Իրականում, ողբալի։ Ունեք որդի, ով սիրում է ձեզ, կարող եք ամեն ինչ պատմել նրան։ Բայց չեք պատմում։ Գիտեք ինչու։ Որովհետև խորքում գիտեք, որ նա ձեզ չի։ Հավատա։ Եվ դա ձեզ կործանում է, այդպես չէ։ Խնդրում եմ, շշնջաց Սելինեն, ձայնը կոտրվելով։ Խնդրում եմ, դադարեցրեք։ Դադարեցնել ինչը։ Ճշմարտությունն է։ Մարիամը մեղմորեն ծիծաղեց։ Դուք բեռ եք այս տանը, Սելինե։ Անցյալի մասունք, որը համառորեն չի անհետանում։ Լոնը ձեզ այստեղ է պահում պարտավորությունից, խղճահարությունից։ Բայց հիմա ես եմ տանտիրուհին։ Եվ որքան շուտ ընդունեք դա, այնքան լավ կլինի բոլորի համար։ Ընկույզը սկսեց հաչել Մարիամի ուղղությամբ, մազերը բարձրացած։ Կինը մաքուր արհամարանքով նայեց կենդանուն։ Լռեցրեք այդ կենդանուն, հրամայեց։ Սելինեն կանչեց շանը, որը վազելով եկավ ցատկեց նրա գիրկը, դեռ մռնչալով Մարիամի վրա։ Հարսը վեր կացավ, հարթելով իր կիսաշրջած գեստը։ Դուք այդ ծիծաղելի կենդանին արժանի եք միմյանց։ Երկու անպետք արարած։ Մարիամը հեռացավ, Սելինեին թողնելով ընկույզի գրկում, լուր արցունքները թրջում էին կենդանու մորթին։ Այդ գիշեր Լոնը տարօրինակ բան նկատեց ընթրիքի ժամանակ։ Մայրը հատկապես լուռ էր, ուտելիքը խառնելով, առանց իրականում ուտելու։ Մարիամը, ընդհակառակը, այլում էր, պատմելով զվարճալի պատմություններ մի միջոցառումից, որին մասնակցել էր, ստիպելով Լոնին ծիծաղել։ Մայրիկ, դուք հազիվ եք դիպչել ուտելիքին, նկատեց Լոնը։ Սելինեն բարձրացրեց աչքերը։ Շատ քաղցած չեմ, որդիս։ Բայց պետք է ուտեք։ Այդքան նիհարել եք։ Մարիամը վեր կացավ Սելինեի ափսեի մեջ ավելի շատ ուտելիք լցրեց։ Արի, սիրելի զոքանչ։ Պետք է ճիշտ սնվեք։ Ես պնդեցի, որ Ռոզան այսօր պատրաստի ձեր սիրելի ուտեստները։ Լոնը ժպտաց կնոջը։ Դու այնքան ուշադիր ես իմ մոր նկատմամբ, սեր։ Ես հաջողակ մարդ եմ։ Սելինեն դիտում էր տեսարանը, զգալով տխրության անզորության խառնուրդ։ Ինչպես բացատրեր որդուն, որ այդ ուշադիր կինը պարզապես պատրանք էր։ Որ իրականությունն ամբողջովին այլ էր, երբ նա ներկա չէր։ Կարող էր կործանել նրա երջանկությունը ճշմարտությամբ։ Եվ ավելի կարող էր դա անել, իմանալով, որ նա գուցե չհավատա իրեն։ Ընթրիքից հետո Լոնը խնդրեց մորը, որ իրեն ուղեկցի պատշգամբ։ Ուզում էր մենակ խոսել։ Մայրիկ, ես անհանգստացած եմ ձեր համար։ Տխուր եք թվում։ Տխուր չեմ, որդիս։ Պարզապես մի ոգր հոգնած։ Լոնը բռնեց մոր ձեռքերը, նկատելով վատ բուժված վերքերը։ Մայրիկ, ինչ է պատահել ձեր ձեռքերին։ Սելինեն խուճապ զգաց։
Ահ, դա արթրիտից է։ Եվ երբեմն ինքս ինձ վնասում եմ առանց նկատելու։ Վստահ եք։ Թվում են ծանր աշխատանքի վերքեր։ Սելինեն ստիպողաբար ծիծաղեց։ Որդիս, դու ինձ ճանաչում ես։ Երբեմն պնդում եմ լվանալ որոշ բաներ, անել որոշ գործեր։ Չեմ կարող ամբողջ օրը անգործ մնալ։ Մարիամն ասաց, որ դուք շատ եք մնում սենյակում մենակ, որովհետև սիրում եմ կարդալ, հանգիստ հեռուստացույց դիտել։ Դրանում ոչ մի վատ բան չկա։ Լոնը երկար պահ դիտեց մոր դեմքը։ Սելինեն աղոթում էր, որ նա չնկատի ստերը, վախը հոգնած աչքերի հետում։ Եթե ինչ-որ բան սխալ է, կարող եք ինձ պատմել։ Միշտ, մայրիկ։ Միշտ կարող եք ապավինել ինձ։ Գիտեմ, որդիս։ Բայց ամեն ինչ լավ է։ Իրականում։ Լոնը գրկեց նրան, Սելինեն իրեն թույլ տվեց այդ քնքշության պահը, ցանկանալով սառեցնել ժամանակը հենց այնտեղ, որդու ձեռքերի անվտանգության մեջ։ Բայց երբ նրանք վերադարձան ներս, Մարիամը աստիճանների վրա էր, դիտելով։ Եվ նրա աչքերում կար լուռ խոստում, որ այդ զրույցը հետանքներ կունենա։ Հաջորդ առավոտ Լոնը հայտարարեց, որ կրկին պետք է մեկնի, այս անգամ Վանաձոր։ Չո։ Լս օրով դուրս կլինի։ Սելինեն զգաց, որ իր ստամոքսը սեղմվում է։ Մարիամը հրաժեշտ տվեց ամուսնուն երկար համբույրով։ Շուտ վերադարձիր, սեր։ Ես շատ լավ կհոգամ ամեն ինչի մասին այստեղ։ Գիտեմ, որ կանես, պատասխանեց Լոնը։ Եվ հոգ տար մայրիկիս մասին նույնպես։ Ինչպես իմ սեփական մոր մասին, խոստացավ Մարիամը, արագ հայացք նետելով Սելինեին, որը հակառակն էր ասում։ Հենց որ Լոնի մեքենան անհետացավ դարպասի մոտ, Մարիամի դեմքի արտահայտությունը լիովին փոխվեց։ Նա շրջվեց դեպի Սելինեն դաժան ժպիտով։ Երեք փորձում էիր ինձ մատնել, այդպես չէ՞։ Զրույց պատշգամբում, ցույց տալով վնասված ձեռքերը։ Կարծում էիր, որ նա կփրկի քեզ։ Ես ոչինչ չէի փորձում։ Ստախոս։ Բայց չաշխատեց, չէ՞։ Նա դեռ վստահում է ինձ։ Եվ հիմա դու կվճարես այդ ողբալի փորձի համար։ Մարիամը մոտեցավ, Սելինեն բնազդաբար հետ քաշվեց։ Հարսը կանգ առավ նրանից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, նրա ձայնը թունավոր շշուկ էր։ Հաջորդ օրերը հետաքրքիր կլինեն, Սելինե։ Շատ հետաքրքիր։ Տեսնենք, թե որքան նվաստացում կդիմանաս, մինչ վերջապես հանձնվ։ Ես ինքնակամ դուրս գաս այս տնից։ Որովհետև դա է, ինչ դու կանես, ի վերջո։ Դուրս կգաս։ Եվ Լոնին կթողնես ինձ, առանց մեղքի, առանց զղջման, մտածելով, որ դա քո որոշումն էր։ Սելինեն դողաց, բայց փորձեց պահպանել արժանապատվությունը։ Ես երբեք չեմ լքի իմ որդուն։ Մարիամը ծիծաղեց, անուրախ ձայնով։ Տեսնենք, զոքանչ։ Տեսնենք։ Եվ այդ բառերով լուռ պատերազմը, որը մղվում էր այդ առանձնատան թաքնված անկյուններում, պատրաստվում էր սրվել այնպես, ինչպես Սելինեն երբեք չէր պատկերացրել։ Հաջորդ 4 օրերը Սելինեի կյանքի ամենավատն էին այն պահից ի վեր, երբ նա տեղափոխվել էր այդ տուն։ Մարիամը ոչ միայն պահպանում էր նվաստացումների առօրյան, այլ սրեց այն խնամքով հաշվարկված դաժանությամբ։ Լոնի մեկնումից հետո առաջին գիշերը Սելինեին արթնացրին առավոտյան ժամը 3-ին։ Մարիամը կանգնած էր նրա սենյակի դռան մոտ, դեմքին սառը արտահայտություն, լուսավորված միայն միջանցքի լույսով։ Վեր կաց, հրամայեց։ Գործ ունես անելու։ Սելինեն, դեռ քնից ուշագնաց, անկայուն վեր կացավ։ Մարիամ, առավոտյան ժամը 3-ն է։ Ինչ է կատարվում։ Չէ կատարվում այն է, որ դու տուն ունես մաքրելու։ Խոհանոցը խառնաշփոթ է իմ ընկերուհիների համար տված ընթրիքից հետո։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ անթերի լինի մինչ արածակը։ Բայց Ռոզան կարող է դա անել վաղը։ Ռոզան վաղը հանգստյան օր ունի։ Եվ նույնիսկ եթե չունենար, դու ես անելու։ Հիմա։ Սելինեն իջավ աստիճաններով, բռնելով բազրիքից, ոտքերը թույլ, մարմինը ցավոտ։ Խոհանոցն իսկապես անկարգ էր, կեղտոտ ափսեները կուտակված, գինուց բծոտված բաժակները, սննդի մնացորդները ցրված։ Բայց այդ խառնաշփոթի մեջ ինչ-որ միտումնավոր բան կար, կարծես այն ստեղծված լիներ հատուկ նրա համար, մաքրելու։ Դողացող ձեռքերով նա սկսեց լվանալ ամանները։ Սառը ջուրը ստիպում էր նրա հոդերին ցավից ճչալ։
Ընկույզը նրա կողքին էր, անհանգստությամբ նայելով նրան, չհասկանալով, թե ինչու է իր տիրուհին այնտեղ այդ ժամին։ Մարիամը վերադարձավ 1 ժամ անց, հագած մետաքսյա խալաթ։ Դեռ չես ավարտել։ Գրեթե ավարտում եմ։ Չափազանց արագ։ Կարծում եմ, ճիշտ չես անում։ Ստիպված կլինես նորից անել։ Եվ հանկարծակի շարժումով Մարիամը լվացարանի մեջ հետ գցեց մաքու ափսեների կեսը։ Սելինեն շոկի մեջ նայեց նրան։ Ինչու՞։ Արեցիր դա։ Որովհետ կարող եմ։ Որովհետ սա իմ տունն է, դու ոչ ոք չես այստեղ։ Հիմա նորից լվացիր ամեն ինչ։ Եվ այս անգամ ճիշտ արա։ Սելինեն զգաց, որ ինչ-որ բան կոտրվեց իր ներսում։ Դա բարկություն չէր, ապստամբություն չէր, այլ այնքան խորը տխրություն, որ թվում էր անհատակ է։ Լուր արցունքներով, որոնք հոսում էին դեմքով, նա նորից սկսեց լվանալ ափսեները։ Երբ նա ավարտեց, արդեն առավոտյան ժամը 5-ն էր։ Սելինեն քարշ տվեց իրեն դեպի սենյակ ու ժասպառ ընկավ անկողնու վրա։ Բայց 1 ժամ անց Մարիամը նորից թակում էր դուռը։ Վեր կաց։ Այգին պետք է ավլել։ Մարիամ, խնդրում եմ։ Պարզապես ուզում եմ մի փոքր քնել։ Իսկ ես ուզում եմ, որ այգին մաքուր լինի։ Ընտրիր, անում ես այն, ինչ ես եմ հրամայում, թե ընկույզը այսօր գիշերը դրսում է քնում։ Ակնկալվում է անձր։ Սելինեն անմիջապես վեր կացավ։ Ոչ, խնդրում եմ։ Ես կանեմ։ Թողեք նրան հանգիստ։ Օրվա ընթացքում Ռոզան եկավ աշխատանքի Սելինեին գտավ այգում, դանդաղ ցավոտ շարժումներով տերներ ավլելիս։ Տնային օգնակ։ Անը վազեց նրա մոտ։ Տիկին Սելինե, ինչ եք անում։ Թողեք, ես անեմ։ Չի կարելի, Ռոզա։ Մարիամն ինձ հրամայեց անել։ Բայց սա ճիշտ չէ։ Դուք հազիվ եք կարողանում կանգնել։ Սելինեն բռնեց տնային օգնականիթը։ Ռոզա, մի խառնվեք։ Նա ձեզ կհեռացնի։ Եվ ձեզ պետք է այս աշխատանքը։ Ռոզայի աչքերում արցունքներ կային։ Բայց ես չեմ կարող դիմանալ ձեզ այդպես տեսնելուն։ Դիմացեք։ Խնդրում եմ։ Ինձ համար։ Տնային օգնականը դժկամորեն հեռացավ, վերադառնալով տան ներսի իր գործերին։ Բայց նա դիտում էր պատուհանից, սիրտը սեղմված այդ իրավիճակի անարդարությունից։ Կեսօրին, երբ Սելինեն վերջապես մտածեց, որ կարող է հանգստանալ, Մարիամը հայտնվեց նոր գործով։ Լվացքատուն։ Հագուստներ, որոնք պետք է լվացվեին ձեռքով, ծանր վարագույրներ, որոնք պետք է քսվեին։ Սելինեն հնազանդվեց, ձեռքերը արյունաքամ, մարմինը հանգիստ էր խնդրում։ Հենց այդ կեսօրին տեղի ունեցավ այն դեպքը, որն ամեն ինչ կփոխեր։ Սելինեն ծնկաչոք էր լվացքատան հատակին, վարագույրը լվացարանում քսելիս, երբ ուժեղ գլխապտույտ զգաց։ Փորձեց հենվել, բայց ոտքերը տեղի տվեցին։ Նա ընկավ։ Թաց հատակին, ուժեղ հարվածելով ծնկին։ Ընկույզը հուսահատորեն սկսեց հաչել։ Մարիամը մտավ լվացքատուն, գրավված աղմուկից։ Նա նայեց Սելինեին հատակին, թաց վնասված, ժպտաց։ Ինչ դրամատիկ ես, Սելինե։ Վեր կաց։ Չեմ կարող, հառաչեց Սելինեն։ Խնդրում եմ, օգնեք ինձ։ Օգնել։ Կարծում ես, ես կօգնեմ։ Ինքդ վեր կաց։ Կամ մնա այդտեղ։ Ինձ չի հետաքրքրում։ Եվ Մարիամը դուրս եկավ, փակելով դուռը Սելինեին թողնելով սառը հատակին։ Ձեր կինը մնաց այնտեղ գրեթե 1 ժամ, ընկույզը լիզում էր նրա դեմքը, փորձելով ինչ-որ կերպ մխիթարել նրան։ Երբ նա վերջապես կարողացավ վեր կենալ, հենվելով լվացարանին, նրա հագուստը թրջված էր, նա դողում էր ցրտից։ Նա քարշ տվեց իրեն, մինչ սենյակ դժվարությամբ փոխեց հագուստը։ Նայեց հայելուն հազիվ ճանաչեց այն կնոջը, որին տեսնում էր այնտեղ։ Մի քանի ամսում նա տասնամյակներով ծերացել էր։ Նրա աչքերը խորն էին, մաշկը գունատ, արտահայտությունը պարտված։ Դողացող ձեռքերով վերցրեց հեռախոսը, նայեց Լոնի նկարին արգելափակված էկրանին։ Նրա գեղեցիկ որդին, ժպտացող, երջանիկ։ Ինչպես կարող էր կործանել այդ երջանկությունը, պատմելով ճշմարտությունը։ Եվ եթե պատմեր, նա չհավատար։ Կարող էր դիմանալ իր միակ որդու մերժմանը։
Մինչ Սելինեն պայքարում էր այդ մտքերի հետ, քաղաքի մյուս ծայրում, Լոնը Վանաձորում իր հանդիպման ժամանակ էր, երբ տարօրինակ զգացողություն պատեց նրան։ Անբացատրելի ինտուիցիա, կրծքավանդակում սեղմում, որն իմաստ չուներ։ Նա նայեց հեռախոսին, տեսավ մոր լուսանկարը, որը նա օգտագործում էր որպես պաստառ։ Ինչ-որ բան սխալ էր։ Նա զգում էր։ «Ներեցեք», ասաց հանդիպման գործընկերներին։ «Պետք է շտապ զանգեմ»։ Նա դուրս եկավ սենյակից, զանգահարեց տուն։ Մարիամը պատասխանեց երրորդ զանգից հետո, նրա ձայնը քաղցր էր, ինչպես մեղր։ «Սեր, ինչ հաճելի անակնկալ։ Ամեն ինչ լավ է»։ «Ամեն ինչ լավ է։ Պարզապես ուզում էի իմանալ, թե ինչպես են այնտեղի գործերը»։ «Ամեն ինչ հրաշալի է։ Ձեր մայրը հանգստանում է իր սենյակում։ Այսօր նա զբոսնեց այգում, լավ կերավ ճաշին։ Ամեն ինչ հանգիստ է։ Կարող եմ խոսել նրա հետ»։ Գրեթե աննկատելի դադար եղավ։ «Հիմա նա քնած է, սեր։ Գիտեք, չէ, տարեցներին շատ հանգիստ է պետք։ Չեմ ուզում արթնացնել նրան»։ Լոնը վարանեց։ «Լավ։ Երբ արթնանա, խնդրում եմ, ասեք, որ զանգի ինձ»։ «Իհարկե, սեր։ Բայց մի անհանգստացեք։ Ամեն ինչ վերահսկողության տակ է այստեղ։ Շնորհակալություն նրա մասին հոգ տանելու համար, Մարիամ։ Իմ զոքանչն է, չէ՞։ Դա ամենաքիչն է, ինչ կարող եմ անել»։ Երբ նրանք անջատեցին, Մարիամը գոհունակ ժպիտով նայեց հեռախոսին։ Նա բարձրացավ աստիճաններով, թակեց Սելինեի սենյակի դուռը։ «Քո որդին զանգեց։ Ուզում էր խոսել քեզ հետ, բայց ասացի, որ քնած էիր»։ Նա հավատաց, իհարկե։ Միշտ է հավատում։ Սելինեն, նստած անկողնու վրա, ընկույզը գրկում, պարզապես դատարկ աչքերով նայեց հարսին։ «Գիտեք, թե սա ինչ է ապացուցում, Սելինե։ Որ ես միշտ մեկ քայլ առաջ կլինեմ։ Դուք երբեք չեք կարողանա ճշմարտությունը պատմել նրան։ Ես միշտ կկանխեմ»։ Այդ գիշեր Սելինեն հազիվ թե քնեց։ Նրա մարմինն այնքան էր ցավում, որ յուրաքանչյուր շարժում տանջանք էր։ Բայց ֆիզիկական ցավից վատն այն հուսահատությունն էր, որը նա զգում էր իր ներսում։ Նա հայտնվել էր անելանելի մղձավանջում։ Հաջորդ օրը Մարիամը նոր պահանջ ներկայացրեց։ Ում էր, որ Սելինեն կարգի բերի ձեղնահարկը, փոշոտ տարածք, լի ծանր արկղերով հին կահույքով։ Ձեղնահարկի աստիճանները զառիթափ էին, Սելինեն վախենում էր բարձրանալ։ «Չեմ կարող, Մարիամ։ Վախենում եմ ընկնել»։ «Այդ դեպքում ընկիր։ Ինձ չի հետաքրքրում»։ «Խնդրում եմ», աղերսեց Սելինեն, մի բան, որը նա երդվել էր երբեք չանել։ «Խնդրում եմ, մի քիչ կարեկցանք ունեցեք»։ Մարիամը մոտեցավ, դեմքը Սելինեի դեմքից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ «Կարեկցանք։ Դուք կարեկցանք եք ուզում։ Գիտեք, թե ես ինչ եմ ուզում։ Ես ուզում եմ, որ դուք դուրս գաք այս տնից։ Ես ուզում եմ Լոնին միայն ինձ համար, առանց այդ ողբալի ներկայության միշտ անկյուններում, հիշեցնելով ինձ, որ նա կյանք ուներ մինչ ինձ։ Դուք նրա անցյալի ուրվականն եք, ես ուզում եմ, որ անհետանաք»։ Սելինեն հետ քաշվեց, վախեցած Մարիամի աչքերում ատելության ինտենսիվությունից։ «Բայց քանի որ դու համառ ես, պնդում ես մնալ։ Այդ դեպքում ես քո կյանքն այնքան դժբախտ կդարձնեմ, որ դու ինքդ կցանկանաս հեռանալ։ Եվ երբ հեռանաս, գեղեցիկ նամակ կթողնես, ասելով, որ որոշել ես այլ տեղ ապրել, որ անկախություն ես ուզում։ Լոնը մի քանի օր տխուր կլինի, բայց ես կմխիթարեմ նրան։ Եվ մի քանի շաբաթից նա նույնիսկ թեթացած կզգա իրեն։ Առանց մոր մոտակայքում մենք կարող ենք իսկապես ապրել մեր կյանքը։ Սա է ձեր հաղթանակը։ Ձեր կնոջը տառապեցնելը։ Դա քո մասին չէ, Սելինե։ Երբեք չի եղել։ Դա իմը ունենալու մասին է։ Եվ Լոնն իմն է։ Մարիամը դուրս եկավ, Սելինեին թողնելով շոկի մեջ։ Այդ կնոջ խելագարության ծավալը վերջապես պարզ դարձավ։ Դա պարզապես պատահական դաժանություն չէր։ Դա տնից նրան դուրս հանելու միտումնավոր ծրագիր էր։ Բայց Սելինեն նույնպես կարևոր բան նկատեց այդ պահին։ Մարիամը անհամբեր էր դառնում։ Նա սխալներ էր թույլ տալիս, շատ բան էր բացահայտում, չափազանց դաժան էր։ Իր ամբարտավանության մեջ նա հետքեր էր թողնում։
Եվ գուցե, պարզապես գուցե, կար մի միջոց ստիպելու Լոնին տեսնել ճշմարտությունը, առանց անմիջապես պատմելու։ Դա փոքր հնարավորություն էր, բայց դա ամենն էր, ինչ ուներ Սելինեն։ Եվ նա վճռական էր չհանձնվել առանց պայքարի։ Լոնը չէր կարողանում կենտրոնանալ Վանաձորի հանդիպումներին։ Այդ տարօրինակ զգացողությունը, որը նա զգացել էր 2 օր առաջ, չէր լքում նրան։ Կարծես ինչ-որ բան նրան հետ էր քաշում դեպի Երան, անբացատրելի հրատապություն, որն իմաստ չուներ, բայց որը նա չէր կարող անտեսել։ Երրորդ գիշերը տուն կատարած մեկ զանգից հետո, որի ժամանակ Մարիամը հավաստիացրեց, որ ամեն ինչ կատարյալ է, Լոնը որոշում կայացրեց։ Վերցրեց հեռախոսը հաջորդ շաբաթվա համար նշանակված իր վերջնական հանդիպումը հետաձգեց։ Մարիամին անակնկալ կմատուցեր, վերադառնալով նախատեսվածից 1 օր շուտ։ Հաջորդ առավոտվա համար չվերթ պատվիրեց հինգշաբթի կեսօրին լուռ մտավ տուն։ Ուզում էր անակնկալ մատուցել կնոջը, գուցե ռոմանտիկ ընթրիք պատրաստել։ Բայց հենց դռնից ներս մտնելուն պես օդում տարօրինակ բան զգաց։ Տունը չափազանց լուռ էր, բայց դա հանգիստ լռություն չէր։ Այն ծանր էր, լիցքավորված։ Մարիամը չկար ոչ հյուրասենյակում, ոչ խոհանոցում։ Լոնը բարձրացավ աստիճաններով դեպի սենյակ, բայց կինը նույնպես այնտեղ չէր։ Հենց այդ պահին լսեց մի ձայն տան հետնամասից։ Խեղդված հեկեկոց, որին հաջորդեց ընկույզի հուսահատ հաչոցը։ Նա քայլեց դ. Եպի լվացքատուն, սիրտը արագանում էր, չհասկանալով, թե ինչու։ Երբ բացեց դուռը, այն տեսարանը, որը տեսավ, սառեցրեց նրան տեղում։ Մայրը ծնկաչոք էր թաց հատակին, ձեռքերը ընկղմված սառը ջրով լի մեծ ավազանի մեջ, դանդաղ ցավոտ շարժումներով լվանալով հագուստները։ Նրա մեջքը կորացած էր, նա լուռ լացում էր։ Ընկույզը նրա կողքին էր, հաչում էր փորձում գրավել նրա ուշադրությունը, կարծես աղերսում էր, որ դադարեցնի։ Սելինեի ձեռքերը տեսանելիորեն վնասված էին, որոշ տեղերում արյունահոսում էին։ Նրա ծնկի վրա մանուշակագույն կապտուկ կար, հագուստը թրջված էր։ Մայրիկ։ Լոնի ձայնը գրեթե շշուկի նման դուրս եկավ, չափազանց շոկի մեջ, բղավելու համար։ Սելինեն կտրուկ շրջվեց, աչքերը սարսափից լայնացած։ Լոն, դու չպետք է այստեղ լինեիր։ Շուտ ես վերադարձել։ Ինչ է կատարվում այստեղ։ Ինչու։ Ես այդպես լվացք անում։ Ձեռքերդ այս վիճակում։ Նախքան Սելինեն կպատասխաներ, Մարիամը հայտնվեց դռան մոտ, աչքերը թեթակի լայնացած, ամուսնուն տեսնելիս։ Բայց արագ ինքն իրեն հավաքեց, ստիպողաբար ժպտալով։ Սեր, ինչ հրաշալի անակնկալ։ Չգիտեի, որ այսօր կվերադառնաս։ Լոնը չէր հեռացնում աչքերը մորից։ Մարիամ, ինչու։ Մայրս ծնկաչոք հատակին, լվացք անում վնասված ձեռքերով։ Մարիամը հառաչեց, մոտենալով դիպչելով ամուսնու թին։ Ձեր մայրը շատ համառ է, Լոն։ Ես արդեն բացատրել եմ նրան, որ պետք չէ այդ բաներն անել, որ մենք լվացքի մեքենա ունենք, որ Ռոզան ամեն ինչի մասին հոգ է տանում։ Բայց նա պնդում է։ Ասում է, որ պետք է իրեն օգտակար զգա։ Ես արդեն փորձել եմ խոսել, բայց դուք ճանաչում եք ձեր մորը։ Լոնը նայեց կնոջից մորը։ Մայրիկ, սա ճիշտ է։ Սելինեն բացեց բերանը, բայց բառերը դուրս չէին գալիս։ Նա նայեց Մարիամին, տեսավ նրա աչքերում քողարկված սպառնալիքը, զգաց, որ վերջին շաբաթների բոլոր վախերը պարալիզացնում են նրան։ Ես պարզապես ուզում էի օգնել, մրմնջաց, ձայնը գրեթե անլսելի։ Բայց Լոնը նախկին շեղված մարդը չէր։ Այդ տեսարանում ինչ-որ բան իմաստ չուներ։ Մոր սարսափելի վնասված ձեռքերը, ծնկի կապտուկը, նրա աչքերում ահը, երբ նա հայտնվեց, հուսահատ շունը։ Եվ մայրը նրան չէր նայում։ Նա նայում էր Մարիամին։ Մայրիկ, վեր կաց։ Խնդրում եմ։ Լոնը օգնեց Սելինեին վեր կենալ, նկատելով, թե ինչպես էր նա դողում, թե ինչպես էր դժվարությամբ կանգնում։ Նրա մարմինը սառն էր, հագուստը թրջված։ Մարիամ, ինչու։ Մայրիկիս հագուստը թաց։ Նա պետք է հավասարակշռությունը կորցրած լինի, արագ պատասխանեց Մարիամը։ Արդեն ասացի, նա պնդում է անել այդ գործերը, նույնիսկ առանց պայմանների։ Լոնը վերցրեց սրբիչը, փաթաթեց մոր ուսերին։ Մայրիկ, գնացեք հագուստ փոխեք։ Հետո կխոսենք։ Սելինեն շտապ դուրս եկավ, ընկույզը վազում էր նրա հետից։
Լոնը շրջվեց դեպի Մարիամը, նա իր աչքերում այլ բան տեսավ. անվստահություն։ Մարիամ, պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում այստեղ։ Արդեն բացատրեցի, սեր։ Ձեր մայրը համառ է։ Ես փորձում եմ հոգ տանել նրա մասին, բայց նա օգնություն չի ընդունում։ Այդ դեպքում ինչու՞։ Ինձ չպատմեցիք, որ նա այդ վիճակում է։ Նրա ձեռքերը կործանված են։ Ինչպես է դա պատահել։ Արթրիտ, պատասխանեց Մարիամը։ Եվ նա վնասում է իրեն, անելով այդ անհարկի գործերը։ Լոնը դանդաղ գլխով արեց։ Ինչ որ բան իմաստ չունի։ Մայրս սարսափած էր, երբ ինձ տեսավ։ Ինչու։ Սարսափած։ Մարիամը ծիծաղեց, բայց ձայնը ստիպողաբար էր։ Լոն, կարծում եմ, դուք չափազանցնում եք։ Նա պարզապես վախեցավ, որովհետև դուք անսպասելիորեն հայտնվեցիք։ Ոչ։ Դա վախ էր, Մարիամ։ Իրական վախ։ Մարիամի դիմակը սկսեց ճաքել։ Լոն, դուք հոգնած եք ճանապարհից։ Տեսնում եք բաներ, որոնք գոյություն չունեն։ Ես տեսնում եմ իմ մորը, կործանված մի քանի ամսում։ Ես տեսնում եմ ինչ-որ շատ սխալ բան այս տանը։ Մարիամը փորձեց գրկել նրան, բայց Լոնը հեռացավ։ Նա զգաց, որ խուճապն աճում է։ Սեր, ձեր մայրը ձերանում է։ Դժվար է ընդունել, բայց դա բնական է։ Ես անում եմ ամեն ինչ, ինչ կարող եմ նրա մասին հոգ տանելու համար։ Լոնը չպատասխանեց։ Նա դուրս եկավ լվացքատնից, բարձրացավ մոր սենյակ։ Մեղմորեն թակեց դուռը։ Մայրիկ, կարող եմ ներս մտնել։ Սելինեն հագուստը փոխել էր, բայց դեռ դողում էր։ Կարող ես։ Լոնը ներս մտավ, նստեց նրա կողքի անկողնու վրա։ Քնքշորեն բռնեց նրա ձեռքերը, զննելով վերքերը։ Մայրիկ, ինչ է իրականում կատարվում այստեղ։ Սելինեն փակեց աչքերը։ Արցունքները սկսեցին հոսել։ Որդիս, ես չեմ ուզում խնդիրներ առաջացնել քո ամուսնության մեջ։ Մի պահ մոռացեք իմ ամուսնության մասին։ Ես ուզում եմ իմանալ ձեր մասին։ Խնդրում եմ, մայրիկ։ Վստահեք ինձ։ Եվ այնուհետ ամիսներ շարունակ առաջին անգամ Սելինեն զգաց, որ գուցե, պարզապես գուցե, կարող էր պատմել ճշմարտությունը։ Բայց նախքան նա կսկսեր, նրանք լսեցին շտապ քայլեր միջանցքում։ Մարիամը ներս մտավ առանց թակելու, աչքերը փայլում էին դժվարությամբ զսպված բարկությունից։ Լոն, կարող ենք խոսել։ Մենակ։ Հիմա ոչ, Մարիամ։ Հիմա, պնդեց նա, ձայնը ավելի կոշտ։ Լոնը նկատեց, որ կինը կորցնում է վերահսկողությունը։ Նա վեր կացավ նրա հետ դուրս եկավ միջանցք, փակելով մոր սենյակի դուռը։ Ինչ եղավ։ Ինչ եղավ, կրկնեց Մարիամը, ձայնը բարձրացնելով։ Դու ինձ հարցաքննում ես, կարծես հանցագործ լինեմ։ Ես հոգ եմ տանում քո մոր մասին հնարավոր լավագույն ձով, իսկ դու պահում ես քեզ, կարծես ես ինչ-որ սխալ բան եմ անում։ Դու ինձնից ինչ-որ բան ես թաքցնում։ Ես ոչինչ չեմ թաքցնում։ Ձեր մայրը շփոթված է, Լոն։ Երբեմն տարեցներն այդպես են լինում։ Անիմաստ բաներ են անում, հետո չեն հիշում։ Իմ մայրը շփոթված չէ։ Նա վախեցած է։ Վախեցած։ Ինչից։ Լոնը նայեց կնոջ աչքերին։ Քեզնից։ Մարիամը գունատվեց։ Ինչպես ես համարձակվում։ Այն ամենից հետո, ինչ անում եմ նրա, այս տան քեզ համար։ Ինչպես ես համարձակվում ինձ այդպես մեղադրել։ Ես չեմ մեղադրում։ Ես դիտում եմ։ Եվ ինձ դուր չի գալիս այն, ինչ տեսնում եմ։ Մարիամը փոխեց մարտավարությունը։ Սկսեց լաց լինել, ձեռքերով ծածկելով դեմքը։ Լոն, սա այնքան անարդար է։ Ես այդքան եմ աշխատում այս տունը գործունակ պահելու համար, բոլորի մասին հոգ տանելու համար, իսկ դու գալիս ես ինձ այդպես ես վերաբերվում։ Միգուցե խնդիրը քո մեջ չէ, որ դու երբեք այստեղ չես լինում։ Որ ամեն ինչ թողնում ես իմ ուսերին։ Լոնը մեղքի զգացում զգաց, բայց իր ներսում ինչ-որ բան դիմադրում էր։ Մարիամ, ես հաջորդ օրերը տանը կմնամ։ Կդիտեմ, թե ինչպես են իրականում գործում բաները այստեղ։ Մարիամի դեմքը մի ակնթարթով կոշտացավ, նախքան նա կրկին վիրավորված արտահայտություն կընդուներ։ Արեք, ինչ ուզում եք։ Ես կգնամ սենյակ։
Երբ որոշեք նորից վստահ ել ձեր կնոջը, տեղյակ պահեք ինձ։ Նա դրամատիկորեն բարձրացավ աստիճաններով։ Լոնը կանգնած մնաց միջանցքում, գլուխը պտտվում էր։ Նա վերադարձավ մոր սենյակ, նրան գտավ դեռ անկողնու վրա նստած, ընկույզը ոտքերի մոտ պառկած։ Մայրիկ, պետք է անկեղծ լինեք ինձ հետ։ Ամբողջովին անկեղծ։ Ինչ է Մարիամն արել ձեզ հետ։ Սելինեն նայեց իր ձեռքերին, ապա որդուն։ Եվ ամիսներ շարունակ առաջին անգամ իրեն թույլ տվեց սկսել պատմել ճշմարտությունը։ Որդիս, ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ։ Սկզբում փոքր բաներ էին, մեկնաբանություններ, հայացքներ։ Բայց հետո վատ թարացավ։ Նա ինձ ստիպում է աշխատել, նվաստացնում է, սպառնում է։ Սպառնում է, ինչով։ Փողոց հանելով։ Եվ ընկույզի հետ ինչ-որ բան անելով, եթե ես քեզ պատմեմ։ Ասում է, որ դու երբեք չես հավատա ինձ, որ նա վստահում է իրեն, ոչ թե քո շփոթված ծեր մորը։ Լոնը զգաց, որ բարկությունն աճում է իր ներսում։ Մայրիկ, ինչու՞։ Ինձ չպատմեցիք առաջ։ Որովհետ վախենում էի։ Վախենում էի, որ իրականում չես հավատա ինձ։ Վախենում էի կորցնել քեզ։ Դու այնքան երջանիկ ես թվում նրա հետ։ Մա։ Իրիկ, ոչինչ արժեքավոր չէ ձեր անվտանգությունից, արժանապատվությունից ավելի։ Ոչինչ։ Եվ հիմա տեսնում եմ, որ ձախողել եմ ձեզ հետ։ Պետք է նկատած լինեի, պետք է ավելի շատ ներկա լինեի։ Սելինեն բռնեց որդու դեմքը։ Դու չես ձախողել, իմ սեր։ Դու այդքան ես աշխատում, միշտ հոգնած ես։ Նա շատ լավ է խաբում։ Բայց այլս չի խաբի։ Ես հիմա ամեն ինչ կկարգավորեմ, մայրիկ։ Խոստանում եմ։ Այդ գիշեր Լոնը չքնեց այն սենյակում, որը կիսում էր Մարիամի հետ։ Նա մնաց գրասենյակում, մտածելով, պլանավորելով։ Նրան բացարձակապես պետք էր համոզված լինել նախքան գործելը։ Մայրը չէր ստի իրեն, բայց Մարիամը խելացի էր, մանիպուլյատիվ։ Նրան անհրաժեշտ էին կոնկրետ ապացույցներ։ Լոնը արթնացավ լուսաբացից առաջ գրասենյակի բազմոցին։ Նրա միտքը չէր դադարել աշխատել ամբողջ գիշեր, վերլուծելով վերջին ամիսների յուրաքանչյուր մանրամասն։ Մոր պահվածքի նուրբ փոփոխությունները, քաշի կորուստը, միշտ վնասված ձեռքերը, որոնք նա վերագրել էր արթրիտին, այն ձդ թե ինչպես էր նա մեկուսանում սենյակում, խուսափելով ընդհանուր տարածքներից։ Բոլոր նշանները կային։ Կուրացած կնոջ նկատմամբ վստահությունից շեղված աշխատանքից, չէր տեսել դրանք։ Նա որոշեց, որ այդ օրը կբացահայտի ամբողջ ճշմարտությունը։ Զգուշորեն պատրաստվեց, սովորականի պես հագնվեց, իջավ խոհանոց, որտեղ Մարիամն արդեն կար, իր սուրճը խմելիս հեռու արտահայտությամբ։ Բարի լույս, ասաց նա, պահպանելով չեզոք տոնը։ Բարի լույս, սառը պատասխանեց նա։ Դեռ բարկացած եք ինձ վրա։ Բարկացած չեմ։ Պարզապես շփոթված։ Մարիամը դրամատիկորեն հառաչեց։ Լոն, ձեր մայրը ծերանում է։ Ինձ համար էլ է դժվար դա տեսնելը։ Երբեմն նա անիմաստ բաներ է անում, ես փորձում եմ պաշտպանել նրան։ Միգուցե երբեմն չափազանց կոշտ եմ լինում, բայց դա այն պատճառով է, որ անհանգստանում եմ։ Լոնը մի կում սուրճ խմեց, դիտելով նրան։ Ես այսօր տանից կաշխատեմ։ Պետք է որոշ հաշվետվություններ կարգի բերեմ։ Մարիամը թեթակի անհանգստացած թվաց, բայց գլխով արեց։ Իհարկե։ Ես ավելի ուշ կգնամ սրահ։ Հանդիպում ունեմ նշանակված։ Հրաշալի է։ Այն բանից հետո, երբ Մարիամը բարձրացավ պատրաստվելու, Լոնը գնաց մոր սենյակ։ Սելինեն արթուն էր, նստած անկող։ Նու վրա, ընկույզի հետ։ Մայրիկ, այսօր ես կբացահայտեմ ճշմարտությունը։ Ես կծածնեմ, թե գնացել եմ աշխատանքի, բայց կմնամ գրասենյակում։ Պետք է, որ դուք նորմալ պահեք ձեզ։ Կարող եք դա անել։ Սելինեն գլխով արեց, բայց անհանգստացած էր։ Որդիս, զգույշ եղեք։ Նա վտանգավոր է, երբ իրեն սպառնալիքի տակ է զգում։ Զգույշ կլինեմ։ Վստահեք ինձ։ Ժամը 8:30-ին Լոնը վերցրեց իր պայուսակը մեքենան, հրաժեշտ տվեց Մարիամին, պաշտոնական համբույրով այտին դուրս եկավ։ Բայց գրասենյակ գնալու փոխարեն նա մեքենան կայանեց երկու թաղամաս այն կողմ հետ վերադարձավ ոտքով, մտնելով հետնամասի դռնով, որը տանում էր դեպի այգի։
Նա լուռ բարձրացավ երկրորդ հարկի գրասենյակ, որտեղից տեսարան էր բացվում դեպի լվացքատուն խոհանոցի մի մասը։ Մարիամը տնից դուրս եկավ մոտավորապես 10-ին։ Լոնը սպասեց, դիտելով։ Ռոզան եկավ կեսօրին, ինչպես միշտ։ Տնային օգնականը լարված էր թվում, անընդհատ նայելով Սելինեի սենյակին։ Մոտավորապես կեսօրից հետո Մարիամը վերադարձավ սրահից, մազերը անթերի հարթարված, եղունգները արված։ Լոնը տեսավ, թե ինչպես նա ներ։ Սմտավ անմիջապես գնաց Սելինեի սենյակ։ Նա չէր կարող լսել, թե ինչ էին ասում, բայց տեսավ, թե ինչպես էր մայրը հետ քաշվում, դեմքին վախի արտահայտություն։ Մարիամը մատնացույց արեց լվացքատունը, ապա Սելինեին ագրեսիվորեն ժեստեր անելով։ Մայրը դանդաղ վեր կացավ Մարիամի հետից գնաց դեպի լվացքատուն։ Լոնը լուռ իջավ աստիճաններով, դիրք ընդունելով այնպիսի մի կետում, որտեղ կարող էր տեսնել, առանց տեսանելի լինելու։ Այն, ինչ նա տեսավ, ստիպեց նրան ուժեղ սեղմել բռունցքները։ Մարիամը կանգնած էր հագուստով լի հսկայական ավազանի կողքին։ Սելինեն նրա դիմաց էր, հեռվից էլ Լոնը կարող էր տեսնել, թե ինչպես էին նրա ձեռքերը դողում։ «Վերցրեք սա լվացեք», հրամայեց Մարիամը, իր ձայնը սառը իշխող։ «Եվ արագ եղեք։ Չեմ ուզում, որ ամբողջ օրը ձգձգեք»։ «Մարիամ, ձեռքերս դեռ վնասված են։ Չեմ կարող։ Ինձ չի հետաքրքրում»։ «Լվացեք։ Խնդրում եմ», աղերսեց Սելինեն, Լոնը զգաց, որ իր սիրտը կոտրվում է, տեսնելով իր մորը աղաչելիս։ «Խնդրում եմ, մի արեք դա ինձ հետ այսօր»։ Մարիամը մեկ քայլ առաջ արեց, մոտեցնելով դեմքը Սելինեի դեմքին։ «Դու կանես այն, ինչ ես եմ հրամայում։ Եվ գիտես ինչու։ Որովհետև դու ոչինչ չես այստեղ։ Դու ներխուժող ես իմ տանը, անպետք ներկայություն, որը ես հանդուրժում եմ միայն այն պատճառով, որ Լոնը դեռ որոշակի սենտիմենտալություն ունի։ Բայց դա կավարտվի։ Դու դուրս կգաս այստեղից կամ ինքնակամ, կամ որովհետև ես քո կյանքն այնքան դժբախտ կդարձնեմ, որ այլ ընտրություն չես ունենա»։ Լոնը զգաց, որ արյունը եռում է իր երակներում։ Նա մեկ քայլ առաջ արեց, պատրաստ միջամտելու, բայց ստիպեց իրեն սպասել։ Պետք էր լսել ամեն ինչ։ Սելինեն սկսեց լուռ լաց լինել, վերցնելով հագուստները դնելով լվացարանի մեջ։ Նրա ձեռքերն այնքան էին դողում, որ մի կտոր գցեց հատակին։ Մարիամը ոտքով հեռացրեց հագուստը։ «Ինչ ողբալի ես դու։ Մի ծեր, լացկան անպետք կին։ Լոնը շատ ավելին է արժանի, քան քեզ նման մայրը։ Նա արժանի է իսկական ընտանիքի, ոչ թե անցյալի այս ստվերի, որը պնդում է գոյություն ունենալ»։ Ընկույզը, որը Սելինեի ոտքերի մոտ էր, սկսեց հաչել Մարիամի վրա։ Կինը մաքուր ատելությամբ նայեց շանը։ «Լռեցրեք այդ կենդանուն։ Նա պարզապես ինձ է պաշտպանում», շշնջաց Սելինեն։ «Պաշտպանում»։ Մարիամը դաժանորեն ծիծաղեց։ «Ինչի՞ց»։ «Մեկից, ով տիրում է այս տանը։ Այդ ծիծաղելի կենդանին պետք է իմանա իր տեղը, ինչպես դու։ Մի խոսեք այդպես ընկույզի մասին։ Կամ ինչ»։ Մարիամը մոտեցավ, Սելինեն հետ քաշվեց, մինչ մեջքով հարվածեց լվացարանին։ «Ինչ կանես, ծերուկ։ Կպատմես Լոնին։ Ահ, սպասիր, դու արդեն փորձել ես, այդպես չէ։ Եվ նա լիովին չհավատաց քեզ, չհավատաց, չէ։ Որովհետև ես լավ եմ անում իմ գործը։ Ես շատ լավ եմ»։ Մարիամը վերցրեց մի շոր նետեց Սելինեի դեմքին։ «Հիմա լվացեք այդ հագուստները։ Եվ երբ ավարտեք, ուզում եմ, որ դուք ձեղնահարկում լինեք, արկղերը կարգավորելիս։ Եվ մի եկեք ինձ մոտ այդ աստիճաններից վախենալու պատմությամբ։ Բարձրացեք, կամ շունը գիշերը կմնա ավտոտնակում փակված»։ Հենց այդ պահին Լոնը այլս չկարողացավ զսպել իրեն։ Նա մտավ լվացքատուն հաստատուն քայլերով, դեմքին այնպիսի կոշտ արտահայտություն, որը Մարիամը երբեք չէր տեսել։ «Բավական է»։ Մարիամը շրջվեց, դեմքը գունատվեց, նրան տեսնելիս։ «Լոն, ես կարծում էի, որ դու կարծում էիր, որ ես գնացել եմ աշխատանքի։ Բայց ես վերադարձա։ Եվ ամեն ինչ լսեցի, Մարիամ։ Յուրաքանչյուր թունավոր բառ, որ դուրս եկավ քո բերանից»։ Մարիամը փորձեց արագ ինքն իրեն հավաքել։ «Լոն, դու չես հասկանում։ Ձեր մայրը սահմանների կարիք ունի, կարգապահության կարիք ունի։ Նա պարզապես չի կարող»։ «Կարգապահություն»։
Լոնը բղավեց, ստիպելով Մարիամին հետ քաշվել։ Դու սա կարգապահությունն ես անվանում։ Իմ մորը նվաստացնելը, նրան ստիպելը աշխատել վնասված ձեռքերով, նրա շանը սպառնալը։ Ես պարզապես փորձում էի կարգուկանոն պահել տանը։ Կարգուկանոն։ Լոնը մոտեցավ, աչքերը բարկությունից փայլելով։ Դու տանջում էիր իմ մորը։ Համակարգվածորեն, դաժանորեն, ամեն օր։ Եվ կարծում էիր, որ ես երբեք չեմ բացահայտի։ Մարիամը փոխեց մարտավարությունը, արցունքները սկսեցին հոսել։ Լոն, խնդրում եմ, դու չափազանցնում ես։ Ձեր մայրը շփոթում է բաները։ Տարեցները երբեմն աղավաղում են իրականությունը։ Ես տեսա իմ սեփական աչքերով։ Լսեցի իմ սեփական ականջներով։ Մի փորձիր այլս մանիպուլյացիայի ենթարկել ինձ։ Մարիամը հասկացավ, որ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը։ Դիմակը վերջապես ամբողջովին ընկավ։ Գիտես մի բան, Լոն։ Միգուցե դու իսկապես լսել ես։ Եվ գիտես, թե դա ինչ է փոխում։ Ոչինչ։ Սա դեռ իմ տունն է, ինչպես քո տունը։ Ես քո կինն եմ։ Եվ եթե դու այդ անպետք ծերուկի կողմը բռնես իմ դեմ, շատ ավելին կկորցնես, քան պատկերացնում ես։ Լոնը մի պահ լուռ մնաց, մշակելով սպառնալիքը։ Այնուհետ հանգիստ, բայց հաստատուն ձայնով պատասխանեց. Ես ընտրում եմ իմ մորը։ Միշտ կընտրեմ իմ մորը։ Նա ինձ կյանք տվեց, ինձ միայնակ մեծացրեց, ամեն ինչ զոհաբերեց ինձ համար։ Իսկ դու ցույց տվեցիր, որ դաժան, մանիպուլյատիվ արամարելի անձնավորություն ես։ Ես ուզում եմ, որ դուրս գաս իմ տնից։ Մարիամը ծիծաղեց, անուրախ ձայնով։ Դուրս գալ։ Ես քո կինն եմ, Լոն։ Դու չես կարող պարզապես ինձ դուրս հանել։ Կարող եմ, անում եմ։ Փաթեթավորիր քո իրերը, գնա։ Եթե ես գնամ, ես կվերցնեմ ամեն ինչի կեսը։ Եվ բոլորին կպատմեմ, որ դու քո մամային ընտրեցիր քո կնոջ փոխարեն։ Քեզ կտեսնեմ որպես այն թույլ մարդը, որ դու ես։ Թող մտածեն, ինչ ուզում են։ Իմ խիղճը մաքուր է։ Քոնը։ Մարիամը Լոնից նայեց Սելինեին, ով հենված էր լվացարանին, լուռ լաց լինելով թեթացումից։ Հարսը մատնացույց արեց զոքանչին։ Սա քո մեղքն է, դու ծեր, խեղճ կին։ Դու կործանեցիր իմ ամուսնությունը։ Ոչ, ընդհատեց Լոնը, կանգնելով Մարիամի մոր միջ։ Դու կործանեցիր քո սեփական ամուսնությունը, երբ որոշեցիր դաժան լինել այն մարդու նկատմամբ, ում ես ամենաշատն եմ սիրում աշխարհում։ Հիմա հեռացիր իմ աչքերից, մինչ ոստիկանություն կանչեմ։ Մարիամը տեսավ, որ պարտված է։ Մաքուր ատելության վերջին հայացքով Սելինեին, նա կոշտ քայլերով դուրս եկավ լվացքատնից։ Լոնը լսեց, թե ինչպես էր նա բարձրանում աստիճաններով, հավանաբար դեպի սենյակ։ Նա շրջվեց դեպի մայրը, ուժեղ գրկեց նրան։ Շատ եմ ցավում, մայրիկ։ Շատ եմ ցավում, որ չնկատեցի, որ թույլ տվեցի, որ դա տեղի ունենա։ Սելինեն լացում էր որդու ուսին, տարիների ցավը վերջապես ազատություն գտնելով։ Դա քո մեղքը չէր, որդիս։ Չէր։ Այո, իմն էր։ Բայց ես հիմա ամեն ինչ կուղեմ։ Խոստանում եմ։ Ռոզան հայտնվեց լվացքատան դռան մոտ, աչքերում արցունքներ։ Դոկտոր Լոն, ես փորձեցի օգնել տիկին Սելինեին, բայց նա ասաց, որ ես կկորցնեմ աշխատանքս։ Լոնը շրջվեց դեպի նա։ Ռոզա, դու ոչ մի աշխատանք չես կորցնի։ Շնորհակալություն իմ մոր կողքին մնալու համար, նույնիսկ ռիսկի գնալով։ Դա շատ բան է նշանակում։ Այդ պահին նրանք լսեցին վերին հարկից քարշ տվող ճամպրուկ ների ձայնը։ Մարիամն իսկապես փաթեթավորում էր իրերը։ Կես ժամ անց նա իջավ երկու մեծ ճամպրուկով բացարձակ սառնության արտահայտությամբ։ Նա կանգ առավ Լոնի դիմաց։ Դու դրա համար կզղջաս, Լոն։ Խորապես։ Միակ բանը, ինչի համար զղջում եմ, այն է, որ քո իրական էությունը չեմ բացահայտել ավելի շուտ։ Մարիամը վերջին անգամ նայեց Սելինեին։ Վայելիր քո հաղթանակը, Սելինե։ Բայց իմացիր, որ դա չի ավարտվել։ Երբեք։ Եվ այդ սպառնալից բառերով Մարիամը դուրս եկավ առանձնատնից, ուժգին փակելով դուռը։ Ձայն արձագանքեց տանը, ինչպես հեռավոր ամպրոպը, նշանավորելով ցավոտ գլխի ավարտը, բայց նա ինչ-որ նոր բանի սկիզբը։
Մարիամի հեռանալուց հետո առաջին օրերը տարօրինակ էին։ Առանձնատունն ավելի մեծ էր թվում, ավելի լուռ, բայց դա այլ լռություն էր։ Այլս ճնշող չէր, այլ խաղաղ։ Սելինեն երբեմն դեռ արթնանում էր սարսափած, սպասելով լսել Մարիամի բարձրակրունկները միջանցքում, սառը հրամանները, քողարկված սպառնալիքները։ Բայց նա գտնում էր միայն թռչունների երգը այգում պատուհանից մեղմ մտնող առը։ Լոնը չեղարկեց իր բոլոր հանդիպումները երկու շաբաթով։ Ուզում էր ներկա լինել, ուզում էր վերակառուցել հարաբերությունները մոր հետ, ապացուցել, որ այսուհետ ամեն ինչ այլ կլինի։ Նա մասնավոր բժիշկ վարձեց, ով եկավ տուն, Սելինեին զննելու։ Նրա ձեռքերը լրջորեն վնասված էին, կրկնվող ջանքերի ոչ պատշաճ խնամքի նշաններով։ Բժիշկը քսուքն էր, հակաբորբոքային դեղեր նշանակեց, խորհուրդ տվեց ֆիզիոթերապիա։ Մայրիկ, ես ամեն ինչի մասին կհոգամ, խոստացավ Լոնը, քնքշորեն քսելով քսուքը նրա ձեռքերին։ Երբեք այլս նման բան չեք անցնի։ Երբեք։ Սելինեն ժպտաց, բայց նրա աչքերում դեռ անհանգստության ստվեր կար։ Որդիս, իսկ եթե Մարիամը վերադառնա։ Իսկ եթե նա փորձի ինչ-որ բան անել։ Լոնը մտածել էր այդ մասին։ Մարիամի հեռանալուց հետո հաջորդ օրը նա արեց մի բան, որը պլանավորել էր այն պահից ի վեր, երբ բացահայտել էր ճշմարտությունը։ Նա զանգահարեց իր վստահելի փաստաբանին, դոկտոր Հենրիկ Մաթոսյանին, փորձառու մարդու, ով տասնամյակներ շարունակ զբաղվում էր գույքային հարցերով։ Հենրիկ, ինձ շտապ ձեր օգնությունն է պետք։ Երկուսը հանդիպեցին առանձնատան գրասենյակում այդ կեսօրին։ Լոն բացատրեց ամեն ինչ, ինչ տեղի էր ունեցել, Մարիամի դաժանության յուրաքանչյուր մանրամասն, նվաստացման յուրաքանչյուր պահ, որը մայրը կրել էր։ Հենրիկը ուշադիր լսում էր, նշումներ անելով։ Լոն, ես հասկանում եմ ձեր անհանգստությունը։ Առաջին բանը, որ պետք է անենք, ապահովելն է, որ ձեր մոր գույքը պաշտպանված լինի։ Նա իր անունով ունի գույք։ Ունի հին տունը, որը վաճառեց, երբ եկավ ինձ հետ ապրելու։ Գումարը խնայողական հաշվի վրա է։ Պետք է դա իրավաբանորեն պաշտպանենք։ Ես կպատրաստեմ փաստաթղթեր, որոնք կերաշխավորեն, որ ձեր մորը պատկանող ոչինչ չի կարող դիպչել երրորդ անձանց կողմից։ Բացի այդ, ես ձեզ համար նոր կտակ կկազմեմ, հստակորեն նշելով նրա ժառանգությունը ապահովելով, որ Մարիամը որևէ բանի մուտք չունենա։ Դա հնարավոր է։ Նույնիսկ լինելով իմ կինը։ Քանի դեռ պաշտոնական ամուսնալուծություն չկա, տեխնիկապես նա ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ իրավունքներ ունի։ Բայց ձեր մոր գույքը անձեռնմխելի է։ Եվ մենք կարող ենք ձեր սեփական գույքը կառուցվածքավորել այնպես, որ բաժանման դեպքում բաժանումը լինի արդար, բայց ոչ մի կերպ չվնասի ձեր մորը։ Լոնը գլխով արեց, վճռական։ Արեք ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է, Հենրիկ։ Ես ուզում եմ, որ մայրս ամբողջովին պաշտպանված լինի։ Հաջորդ օրերին Լոնը դոկտոր Հենրիկը ինտենսիվ աշխատեցին։ Նրանք պատրաստեցին փաստաթղթեր, թարմացրեցին ակտեր, ստեղծեցին իրավական պաշտպանություն։ Սելինեն, ի սկզբանե դժկամորեն մասնակցելով իրավական հարցերին, որդու կողմից համոզվեց, որ դա անհրաժեշտ է։ Մայրիկ, դա անվստահություն չէ։ Դա պաշտպանություն է։ Մարիամը ցույց տվեց, որ ունակ է ամեն ինչի։ Ես պետք է ապահովեմ, որ դուք ապահով լինեք։ Մինչ իրավական հարցերը լուծվում էին, Լոնը նա հոգ էր տանում մոր հուզական վերականգնման մասին։ Նա նրան տանում էր զբոսանքների այգում, ընթրիքների այն ռեստորաններում, որոնք նա սիրում էր, կինոյի կեսօրների։ Աստիճանաբար Սելինեն նորից անկեղծորեն ժպտում էր, գույնը վերադառնում էր նրա դեմքին, փայլը աչքերին։ Ռոզան շարունակեց աշխատել տանը, բայց հիմա դինամիկան ամբողջովին այլ էր։ Նա Սելինեն անկեղծ բարեկամություն զարգացրին։ Նրանք միասին թեյ էին խմում կեսօրին։ Խոսում իրենց կյանքի մասին, ծիծաղում հին պատմություններից։ Տնային օգնականը պատմեց, որ նա գրեթե մի քանի անգամ հրաժարական էր տվել Մարիամի ժամանակաշրջանում, բայց մնացել էր միայն այն պատճառով, որ չէր ուզում լքել Սելինեին։ Տիկին Սելինեն ինձ համար մոր նման էր դարձել, խոստովանեց Ռոզան մի կեսօր։ Նրան այդպես տառապել տեսնելը ինձ կործանում էր։ Բայց ես չգիտեի, թե ինչ անել։ Ինձ պետք էր աշխատանք իմ դստեր համար։ Դուք արեցիք այն, ինչ կարող էիք, Ռոզա։ Եվ հիմա մենք բոլորս լավ ենք։ Բայց այդ օրերի խաղաղությունը ընդհատվեց 2 շաբաթ անց, երբ Լոնը զանգ ստացավ դոկտոր Հենրիկից։ Լոն, պետք է խոսենք։ Շտապ։
Երբ նրանք հանդիպեցին, փաստաբանը լուրջ արտահայտություն ուներ. Մարիամը բաժանման հայց է ներկայացրել։ Եվ ոչ միայն դա։ Նա պահանջում է ամեն ինչի կեսը, ներառյալ այս տունը։ Լոնը զգաց, որ բարկությունը վերադառնում է։ Դա հնարավոր է։ Տեխնիկապես, այո։ Տունը ձեռք է բերվել ամուսնության ընթացքում։ Բայց ես ունեմ մի բան, որը կարող է փոխել ամեն ինչ։ Մարիամի ֆինանսական պատմությունը հետաքննելիս ես հետաքրք։ Իր բան հայտնաբերեցի։ Ինչը։ Նա պարտքեր ունի։ Շատ պարտքեր։ Վարկային քարտեր, անձնական վարկեր։ Ըստ երույթին, նրա շքեղ կյանքը պահպանվում էր այն գումարով, որը նա չուներ։ Եվ ավելին կա։ Նա ստել է իր ֆինանսական վիճակի մասին ամուսնությունից առաջ։ Ասել է, որ հարուստ ավանդական ընտանիքից է, բայց իրականում եկել է միջին խավի ընտանիքից, որը սնանկացել է տարիներ առաջ։ Ամեն ինչ շղարշ էր։ Լոնը լուռ մնաց, մշակելով։ Այսինքն, նա ինձ հետ ամուսնացել է փողի համար։ Թվում է, թե այո։ Եվ դա մեզ իրավական զենք է տալիս։ Կեղծ ինքնության վրա հիմնված ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել։ Բացի այդ, ունենք ձեր մոր նկատմամբ դաժան վերաբերմունքի հարցը։ Եթե կարողանանք վկայություններ ստանալ, կարող ենք ուժեղ գործ կառուցել։ Լոնը մտածեց Ռոզայի, երբեմն այցելող հարանների, իր մորը զննած բժշկի մասին։ Մենք վկայություններ ունենք։ Բայց հենց այդ պահին Լոնը էլ ավելի լավ գաղափար ունեցավ։ Նա հիշեց մի բան, որը տարիներ առաջ տեղադրել էր տանը, հետո ամբողջովին մոռացել։ Հենրիկ, անվտանգության տեսախցիկները։ Ես տեսախցիկն է։ Ռեմ տեղադրել տան տարբեր կետերում 3 տարի առաջ, անվտանգության նկատառումներով։ Երբեք ուշադրություն չեմ դարձրել ձայնագրություններին, բայց դրանք անպային պահեստում են պահվում 6 ամիս, մինչ ջնջվելը։ Փաստաբանի աչքերը փայլեցին։ Լոն, սա կարող է լինել այն վերջնական ապացույցը, որը մեզ պետք է։ Նրանք վազեցին հետ դեպի առանձնատուն։ Լոնը մուտք գործեց անվտանգության համակարգ գրասենյակի համակարգչից։ Տեսախցիկները ծածկում էին հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքները, այո, լվացքատունը։ Նրանք սկսեցին վերանայել վերջին շաբաթների ձայնագրությունները։ Այն, ինչ տեսան, սարսափեցրեց նրանց։ Ժամեր ու ժամեր, թե ինչպես էր Մարիամը նվաստացնում Սելինեին, ստիպում նրան աշխատել, սպառնում նրան։ Ամեն ինչ այնտեղ էր, գրանցված բարձր հստակության տեսանյութով։ Հենրիկը խորը շունչ քաշեց։ Դրանով նա ոչ մի շանս չունի։ Նա ոչ միայն կկորցնի իր գույքի նկատմամբ ցանկացած իրավունք, այլ կարող է դատվել դաժան վերաբերմունքի համար։ Լոնը թեթացման տխրության խառնուրդ զգաց։ Թեթացում ունենալու վերջնական ապացույցը, տխրություն տեսնելու։ Մոր բոլոր տառապանքների հաստատումը։ Օգտագործեք այս ամենը, Հենրիկ։ Ես ուզում եմ, որ նա հատուցի իր արածի համար։ Բայց հենց Սելինեն էր, ով իմանալով ձայնագրությունների մասին, զարմանալի որոշում կայացրեց։ Որդիս, ես չեմ ուզում դատի տալ Մարիամին։ Լոնը շրջվեց դեպի նա, անհավատալիորեն։ Մայրիկ, նա արժանի է դրան։ Արժանի է, այո։ Բայց դատի տալը, դա դատարաններ քարշ տալը, հրապարակայնացնելը, կերկարացնի մեր տառապանքը։ Ես խաղաղություն եմ ուզում, Լոն։ Ես ուզում եմ առաջ շարժվել։ Օգտագործեք ապացույցները ապահովելու համար, որ նա ոչինչ չտանի քո սեփականությունից, բայց հետո թողեք նրան գնալ։ Թող նա գրի իր սեփական խղճի բեռը։ Լոնը գրկեց մորը, տպավորված նրա ներելու ունակությունից։ Լավ, մայրիկ։ Ձեր ձով։ Դոկտոր Հենրիկը ձայնագրություններն օգտագործեց որպես ապացույց Մարիամի փաստաբանների հետ մասնավոր բանակցություններում։ Երբ նա տեսավ տեսանյութերը, հասկացավ, որ այլս ոչ մի ուժ չունի։ Նա համաձայնվեց ստորագրել համաձայնագիր, որով հրաժարվում էր Լոնի գույքի նկատմամբ ցանկացած իրավունքից դաժան վերաբերմուն։ Քի համար քրեական գործ չհարուցելու դիմաց։ Ամուսնալուծությունը ավարտվեց 3 ամիս անց։ Մարիամը դուրս եկավ Լոնի կյանքից, իր հետ տանելով միայն իր սեփական իրերը։ Նա այլս երբեք չլսեց նրա մասին։ 6 ամիս անցավ։ Արաբկիրի առանձնատունը ամբողջովին փոխվել էր։ Այն այլս պարզապես հաջողակ գործարարի տունը չէր, այլ իսկական տուն։ Սելինեն ամբողջովին ապաքինվել էր։
Նրա ձեռքերը երբեմն դեռ ցավում էին, բայց բժշկական բուժումների ֆիզիոթերապիայի շնորհիվ դրանք շատ ավելի լավ էին։ Գարնանային արոտ կեսօրին Լոնը Սելինեն այգում էին։ Ընկույզը ուրախ վազում էր գնդակի հետից, երջանկությունից հաչելով։ Ռոզան հատուկ թեյ էր պատրաստում խոհանոցում։ Դա կատարյալ խաղաղության պահ էր։ «Մայրիկ», ասաց Լոնը, բռնելով նրա ձեռքը։ «Ուզում եմ ձեզ մի բան պատմել»։ «Ինչ եղավ, որդիս»։ «Մտածում եմ նվազեցնել իմ աշխատանքի տեմպը։ Ավելի շատ մարդ վարձել, ավելին պատվիրակել։ Հասկացա, որ տարիներ եմ անցկացրել մասնագիտական հաջողություն կառուցելով, բայց գրեթե կորցրի այն, ինչն իսկապես կարևոր է, դա դուք եք»։ Սելինեն ժպտաց, աչքերում հուզմուն։ «Քի արցունքներ»։ «Որդիս, դուք պետք չէ դա անեք»։ «Պետք է, այո»։ Հասկացա, որ հայրս, թող Աստված նրան լուսավորի, ամբողջ կյանքում աշխատել է, բայց միշտ ժամանակ է գտել մեզ հետ լինելու համար։ Ես շեղվել էի ճանապարհից։ Բայց այլս ոչ։ Լոնն այնուհետ բացահայտեց մի բան, որը պլանավորել էր շաբաթներ շարունակ։ Եվ ավելին կա։ Մտածում եմ տան մի մասը վերածել տարածքի, այլ մարդկանց ընդունելու համար։ Տարեցների, ովքեր գուցե դժվար իրավիճակներում են։ Ստեղծել աջակցության խումբ, նման մի բան։ Որպեսզի այն, ինչ պատահեց ձեզ հետ, երբեք չպատահի մեկ ուրիշի հետ, առանց որևէ մեկի նկատելու։ Սելինեն հուզվեց։ Լոն, դա հրաշալի է։ Դուք ինձ ոգեշնչեցիք, մայրիկ։ Ձեր ուժը, ձեր ներելու ունակությունը։ Ես ուզում եմ, որ այս ամբողջ տառապանքից ինչ-որ լավ բան դուրս գա։ Եվ այդպես, հաջորդ ամիսներին Լոնը սկսեց սոցիալական նախագիծ։ Շաբաթը մեկ անգամ առանձնատունը հյուրընկալում էր համայնքի տարեցների մի խումբ, զրույցների, թեյերի, գործունեության համար։ Սելինեն, չնայած դեռ հուզական վերականգնման մեջ էր, ակտիվորեն մասնակցում էր, կիսվելով պատմությամբ, աջակցություն առաջարկելով նմանատիպ իրավիճակներում գտնվող ուրիշներին։ Ռոզան իր փոքրիկ դստերը, Մարիային բերեց այդ հանդիպումներից մեկին։ 6-ամյա աղջիկը վազվզում էր այգում ընկույզի հետ, տունը լցնելով մանկական ծիծաղով։ Սելինեն դիտում էր այդ տեսարանը, սիրտը լի երախտագիտությամբ։ Մի կեսօր, գրեթե 1 տարի անց ամեն ինչից, Լոնը գրասենյակում էր, երբ անսպասելի զանգ ստացավ։ Դա մի կին էր, ով ներկայացավ որպես Սանդրա, Մարիամի քույրը։ Պարոն Լոն, գիտեմ, որ իրավունք չունեմ զանգահարելու, բայց պետք է խոսեմ ձեզ հետ։ Լոնը վարանեց, բայց նրա հետաքրքրությունը հաղթեց։ Լսում եմ։ Իմ քույրը հոգեբանական բուժման մեջ է։ Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, նա կոլապս ունեցավ։ Պարապմունքների ժամանակ նա շատ բան բացահայտեց մեր անցյալի, այն մասին, թե ինչպես ենք մեծացել։ Մեր ծնողները չափազանց պահանջկոտ էին, նա երբեք բավարար լավ չէր։ Մարիամը վերահսկողության հաջողության նկատմամբ մոլուցքային կարիք զարգացրեց։ Դա արդարացում չէ այն բանի համար, ինչ նա արեց ձեր մոր հետ, բայց գուցե բացատրի։ Լոնը լուր լսե։ Սանդրան շարունակեց։ Նա ինձ խնդրեց զանգել։ Ուզում է ներողություն խնդրել, բայց հասկանում է, եթե չեք ուզում խոսել նրա հետ։ Պարզապես ուզում էր, որ իմանաք, որ նա գիտակցում է իր պատճառած վնասը։ Լոնը երկար մտածեց։ Ասեք նրան, որ ես ընդունում եմ ներողությունները։ Բայց նա ասեք, որ այլս երբեք չեմ ուզում տեսնել նրան։ Եվ որ հուսով եմ, որ նա խաղաղություն կգտնի իր կյանքում մեզնից հեռու։ Կասեմ։ Շնորհակալություն լսելու համար։ Երբ Լոնը Սելինեին պատմեց զանգի մասին, նա պարզապես գլխով արեց։ Լավ է իմանալ, որ նա օգնություն է փնտրում։ Երբեմն վիրավորված մարդիկ վիրավորում են ուրիշներին։ Հուսով եմ, որ նա բուժում կգտնի։ Մոր կարեկցանքը պահպանելու ունակությունը, այդքան տառապանքից հետո նույնիսկ Լոնին անընդհատ զարմացնում էր։ Այդ գիշեր Լոնը հատուկ ընթրիք պատրաստեց։ Նա կանչեց Ռոզային Մարիային իրենց հետ ուտելու։ Սեղանը լիքն էր, մթնոլորտը իսկական ընտանիքի էր։ Ուզում եմ կենաց անել, հայտարարեց Լոնը, բարձրացնելով իր բաժակը։ Իմ մորը, ամենաուժեղ կնոջը, ում ճանաչում եմ։ Ռոզային, ով հավատարմուտ։ Յուն դրսորեց, երբ դժվար էր։ Եվ այն ընտանիքին, որը մենք ընտրեցինք կառուցել, հիմնված հարգանքի, սիրո արժանապատվության վրա։ Բոլորը կենաց արեցին, այդ պահին Սելինեն շուրջը նայեց սեղանին։
Որդին, ում այդքան էր սիրում, ընկերուհին, ում ձեռք էր բերել, երեխան, ով տունը լցնում էր մանկական ծիծաղով, հավատարիմ շունը իր ոտքերի մոտ։ Ամբողջ ցավը, ամբողջ նվաստացումը, ամբողջ տառապանքը հիմա թվում էին հեռավոր անցյալի մաս։ Լոնը նայեց մորը, տեսավ մի բան, որը երկար ժամանակ չէր տեսել։ Նա իսկապես երջանիկ էր։ Ոչ միայն թեթացած կամ հարմարավետ, այլ խորապես երջանիկ։ Մայրիկ, ինչ եք մտածում։ Սելինեն ժպտաց, աչքերը փայլելով։ Մտածում եմ, որ երբեմն պետք է անցնել փոթորիկի միջով, առը գնահատելու համար։ Եվ որ այս կյանքում ամենակարևոր բանն այն է, որ իմանաս, որ մենակ չես։ Որ ունես մեկին, ով տեսնում է քեզ, ով պաշտպանում է քեզ, ով անվերապահորեն սիրում է քեզ։ Միշտ կտեսնեմ ձեզ, մայրիկ։ Միշտ կպաշտպանեմ ձեզ։ Եվ միշտ կսիրեմ ձեզ։ Սա մի խոստում է, որը այլս երբեք չեմ խախտի։ Եվ մինչ երանի վրա մեղմորեն իջնում էր գի։ Շերը, արաբկիրի այդ առանձնատանը, որն այլս մութ գաղտնիքներ չէր պահում, իսկական ընտանիքը տոնում էր ոչ միայն հաղթահարումը, այլ սիրո, հարգանքի, մարդկային արժանապատվության վերափոխող ուժը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկին Սելինեի Լոնի պատմությունը խորապես ստիպավ ձեր սրտերին։ Այս պատումը մեզ հիշեցնում է, որ իրական ուժը նրանում է, որ պաշտպանենք նրանց, ում սիրում ենք, տեսնենք արտաքին տեսքից այն կողմ, երբեք թույլ չտանք, որ մարդկային արժանապատվությունը խախտվի։ Եթե այս պատմությունը հուզեց ձեզ, հրավիրում ենք բաժանորդագրվել մեր ալիքին ընտանեկան հարաբերությունների բարդությունը, մարդկային ոգու ճկունությունը ուսումնասիրող այլ պատումների համար։ Դրեք ձեր հավանումը այս տեսանյութին մեկնաբանություններում, կիսվեք ձեր մտորումներով այս պատմության մասին։ Դուք երբևէ հայտնվել եք այնպիսի իրավիճակներում, երբ պետք է ընտրեիք հարմարավետության ճիշտի միջ։ Ինչպես կպատասխանեիք Լոնի կամ Սելինեի տեղում։ Ձեր պատմությունները, կարծիքները հարստացնում են մեր համայնքը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նոր բով։ Անդակություն, որը փառաբանում է ուժը, կարեկցանքը, մարդկային վերսկսելու ունակությունը։ Մեզ հետ այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մի մոռացեք ակտիվացնել ծանուցումների զանգակը։ Կհանդիպենք հաջորդ պատմության մեջ։ Մինչ շուտով։